Նա իր տան թագուհին էր, բայց այսօր ապրում էր մոռացված, նվաստացած ու լռեցված։ Մինչ որ սովորական մի ընթրիքի ժամանակ բռնության մի դրսևորում նրան արթնացնում է ավելի մեծ բանի համար։ Առանց ձայնը բարձրացնելու նա սկսում է անտեսանելի մի պատերազմ, ոչ ոք չի էլ նկատի դրա սկիզբը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երանի արաբկիր վարչական շրջանի տունը այն հին շինություններից էր, որոնք դիմակայում էին ժամանակին շրջապատող նորակառույց շենքերի արդիականությանը։ 3 հարկ, տուֆե պատերով, կրած ու երկաթե ճաղերով պատուհաններով արջի փոքրիկ այգով, որտեղ դեռ համառորեն աճում էին մի քանի վարդի թփեր։ Այնտեղ, այդ պատերի ներսում, որոնք տասնամյակների հիշողություններ էին պահում, ապրում էր տիկին Անահիտը, 73 տարեկան մի կին, ում ճերմակ մազերը միշտ հավաքված էին կոկիկ կոսով, իսկ ձեռքերի վրա նկատելի էին ժամանակի աշխատանքի հետքերը։ Տիկին Անահիտն ամեն օր արթնանում էր առավոտյան 5:30, թե դրա կարիքն այլս չուներ։ Մարմինն արդեն սովորել էր մի ամբողջ կյանքի այդ ժամին։ Դանդաղ իջնում էր աստիճաններով, բռնած փայտե բազրիքից, որը տարիներ առաջ ինքն էր լաքապատել, երբ տունը դեռ իրենն ու ամուսնունն էր։ Գնում էր խոհանոց, այնտեղ, երանյան լուսաբացի լռության մեջ, սուրճ էր պատրաստում ամբողջ ընտանիքի համար։ Թարմ եփած սուրճի թունդ բույրը տարածվում էր տան մեջ, մի բույր, որ երկար ժամանակ եղել էր ջերմության հոմանիշ, իսկ այժմ խառնվում էր այն կյանքի դառը համին, որն ինքն այլս իրենը չէր ճանաչում։ Տիկին Անահիտի ընտանիքը տարիների ընթացքում մեծացել ու փոխվել էր։ Նրա ամուսինը, պարոն Արամը, հեռացել էր գրեթե 7 տարի առաջ, իր հետ տանելով ոչ միայն 5 տասնամյակի ընկերոջը, այլ այն ամենի վերջին վկային, ինչ ինքը կառուցել էր։ Արթուրը, նրա միակ որդին, 45 տարեկան մի տղամարդ, աճող փորով նոսրացող մազերով, 15 տարի առաջ ամուսնացել էր Նարինեի հետ։ Նրանք 3 երեխա ունեին, 16-ամյա Անին, 12-ամյա Դավիթը ընդամենը ու 8 տարեկան Մանեն։ Երբ պարոն Արամը դեռ կենդանի էր, տանը կյանքը բոլորովին այլ կերպ էր ընթանում։ Ճաշասենյակում ծիծաղ էր լսվում, կիրակի օրերին պատշգամբում զրույցներ էին լինում, հեռուստացույցը միացված էր Արարատի խաղերին, մինչ տիկին Անահիտը պատրաստում էր այն մակարոնեղենը, որն Արթուրն այնքան սիրում էր։ Հարսը, Նարինեն, դեռ որոշակի հարգանք էր պահում, կամ գոնե ձացնում էր, թե պահում է։ Բայց երբ ընտանիքի հայրը հեռացավ, այդ տան օդում ինչ-որ բան փոխվեց։ Կարծես մի անտեսանելի պաշտպանություն վերացել էր, տիկին Անահիտը կամաց-կամաց սկսեց զգալ, որ օտար է դառնում սեփական տանը։ Սկզբում դրանք մանրուքներ էին։ Նարինեն դադարեց ողջունել նրան աշխատանքից վերադառնալիս։ Արթուրը դադարեց հարցնել, թե ինչպես է անցել նրա օրը։ Երեխաները, որոնք առաջ այդքան քնքուշ էին, այժմ վազվզում էին տանը, առանց նույնիսկ տատիկի կողմը նայելու։ Տիկին Անահիտը փորձում էր հասկանալ, արդարացնել։ Գուցե զբաղված են, ի վերջո, ժամանակակից կյանքը լարված է։ Արթուրն աշխատում էր մի տնտեսությունում, միշտ այն հեռախոսը կպած ականջին։ Նարինեն հագուստ։ Ի խանութների ցանցի կառավարիչ էր, անընդհատ բողոքում էր սթրեսից ու աշխատողներից։ Երեխաները դպրոց ունեին, անգլերենի դասեր, լող, ջյուդո։ Բայց ժամանակի ընթացքում մանրուքները վերածվեցին ավելի մեծ, ավելի ցավոտ բանի։ Տիկին Անահիտը նկատեց, որ իր ներկայությունը դիտվում է որպես անհարմարություն։ Երբ նա խոսում էր ընթրիքի ժամանակ, Նարինեն բարձրաձայն հոգոց էր հանում, աչքերը տնքում, վերցնում հեռախոսն ու սկսում զբաղվել դրանով, կարծես այնտեղ ոչ ոք չկար։ Արթուրը ոչինչ չէր ասում, պարզապես շարունակում էր լուր ուտել, հայացքը հառած ափսեին։ Երեխաները հետում էին ծնողների օրինակին։ Մի երեկո տիկին Անահիտը հյուրասենյակում դիտում էր իր սիրելի սերիալը, նստած իր սովորական բազկաթոռին, այն ծաղկավոր կտորով, որն ինքն էր ընտրել տարիներ առաջ։ Նարինեն եկավ աշխատանքից, պայուսակը շպրտեց բազմոցին, վերցրեց հեռակառավարման վահանակը, առանց նույնիսկ բարելու։ Ալիքը փոխեց մի աղմկոտ ռեալիթի շոուի դրամատիկ հոգոցով փռվեց բազմոցին։ Տիկին Անահիտը մնաց այնտեղ, անշարժ, զգալով, թե ինչպես են բառերը մահանում կոկորդում։ Ուզում էր ասել, որ ինքը դիտում էր, որ դա օրվա միակ պահն էր, երբ թույլ էր տալիս իրեն մի փոքր հանգստանալ։ Բայց ոչինչ չասաց։ Պարզապես դանդաղ վեր կացավ, մեջքի ցավով, որին արդեն սովորել էր, բարձրացավ իր սենյակ։ Վերում նստեց մահճակալին, սկսեց նայել պատուհանից դուրս, տեսնելով, թե ինչպես են քաղաքի լույսերը սկսում վառվել։
Մի արցունք սահեց նրա կնճռոտ դեմքով, բայց նա արագ սրբեց այն։ Լաց լինելը ոչինչ չէր լուծի։ Շաբաթները վերածվեցին ամիսների, իսկ ամիսները տարիների։ Տիկին Անահիտն ավելի ու ավելի անտեսանելի էր դառնում սեփական տանը։ Նա վաղ էր արթնանում, սուրճ էր պատրաստում, հավաքում խոհանոցը, լվանում լվացքը, արդուկում, ծալում, տեղավորում։ Այս ամենն անում էր լռության մեջ, ինչպես մի ուրվական, որն աննկատ առաջադրանքներ է կատարում։ Երբեմն խնձորով կարկանդակ էր թխում, այն մեկը, որն Արթուրը մանկության տարիներին շատ էր սիրում, թողնում էր խոհանոցի սեղանին։ Կարկանդակը կտոր-կտոր անհետանում էր օրվա ընթացքում, բայց ոչ ոք չէր շնորհակալություն հայտնում, ոչ ոք չէր մեկնաբանում։ Եղել են պահեր, երբ տիկին Անահիտը փորձել է իրեն հաստատել, փորձել է որոշակի տարածք վերականգնել։ Մի առավոտ առաջարկեց, որ կարող ենք իրաքնորյա ճաշ կազմակերպել, ինչպես հին ժամանակներում, ամբողջ ընտանիքով հավաքված։ Նարինեն փնթփնթաց ասաց, որ ժամանակ չունի այդ հնաոճ բաների համար, որ բոլորը չափազանց զբաղված են։ Արթուրը մրմնջաց, թե շատ գործ ունի, նորից սկսեց զբաղվել իր նոութբուքով։ Երեխաները նույնիսկ հայացքները չբարձրացրին հեռախոսներից։ Նվաստացումը դարձավ առօրյայի մի մաս։ Նարինեն սկսեց խայթող մեկնաբանություններ անել երեխաների ներկայությամբ։ Ասում էր, որ տիկին Անահիտը ոչինչ ճիշտ անել չգիտի, որ ուտելիքն անհամ է, որ տունը երբեք բավականաչափ մաքուր չէ։ Արթուրը լսում էր ամեն ինչ, ոչ մի բառ չէր ասում։ Պարզապես հայացքը փախցնում էր, կարծես դա իրեն չէր վերաբերում, կարծես այն կինը, ում նվաստացնում էին, այն մայրը չէր, որը միայնակ մեծացրել էր իրեն, երբ հայրն ստիպված էր այդքան շատ ճամփորդել աշխատանքի բերումով։ Տիկին Անահիտը սկսեց իրեն փոքր զգալ։ Սկսեց ներողություն խնդրել այնպիսի բաների համար, որոնք նույնիսկ իր մեղքը չէին։ Ներողություն էր խնդրում Հյու գրասենյակում լինելու համար, երբ Նարինեն ուզում էր հեռուստացույց դիտել։ Ներողություն էր խնդրում առավոտյան խոհանոցում աղմուկ անելու համար։ Ներողություն էր խնդրում գոյություն ունենալու համար։ Եվ ամենավատն այն էր, որ ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես էր հասել այդ կետին։ Ինչպես մի կին, որն այդքան սիրով որդի էր մեծացրել, որն ամբողջ կյանքում աշխատել էր, որն այդ տունը պահել էր դժվարին պահերին, այժմ իրեն զգում էր որպես բեռ խոչընդոտ։ Անին, ավագ թոռնուհին, միակն էր, որ դեռ որոշակի ջերմություն էր ցուցաբերում։ Երբեմն բարձրանում էր տատիկի սենյակ այնտեղ, նստած մահճակալին, զրուցում էր դպրոցի, իրեն դուր եկած տղաների, իր ունեցած երազանքների մասին։ Տիկին Անահիտը լսում էր ամեն ինչ ուշադրությամբ, երախտապարտ լինելով կապի այդ հազվագյուտ պահերի համար։ Բայց նույնիսկ Անին էր փոխվում։ Դեռահասությունը բերել էր այլ հոգսեր, այլ հետաքրքրություններ։ Տատիկի սենյակ այցելությունները գնալով հազվադեպ էին դառնում։ Տունը, որը նախկինում լի էր կյանքով, վերածվել էր լուռ բանտի։ Տիկին Անահիտն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր իր սենյակում, երրորդ հարկի մի փոքր տարածքում, որտեղ կար մեկտեղանոց մահճակալ, հին զգեստապահարան հարդասեղան, որտեղ դեռ պահում էր որոշ հուշանվերներ։ Այնտեղ նա ժամերով նայում էր պատուհանից դուրս, հետելով փողոցի շարժին, պատկերացնելով, թե ինչպիսին կլիներ շտապող մարդկանց կյանքը, յուրաքանչյուրն իր խնդիրներով, երազանքներով, ընտանիքներով։ Լինում էին գիշերներ, երբ նա չէր կարողանում քնել։ Պտտվում էր անկողնում, մտածելով այն ամենի մասին, ինչ սխալ էր գնացել, բոլոր այն զոհողությունների մասին, որ արել էր։ Հիշում էր, թե երբ Արթուրը երեխա էր, ինչպես էր ինքն օրվա ընթացքում աշխատում կարի ֆաբրիկայում, իսկ գիշերները դեռ քաղցրավենիք պատրաստում վաճառելու համար։ Հիշում էր, թե ինչպես էր խնայել յուրաքանչյուր լումա, որդու ուսման վարձը վճարելու համար, որպեսզի նա ավելի լավ ապագա ունենա։ Եվ հիմա, ահա նա, իրեն վերաբերվում էին այնպես, կարծես ոչ մի արժեք չուներ։ Մի երեքշաբթի երեկոյան մի բան տեղի ունեցավ, որը կփոխեր ամեն ինչ։ Ընտանիքը հավաքվել էր ընթրիքի, մի բան, որ տեղի էր ունենում միայն այն ժամանակ, երբ Նարինեն զբաղված չէր։ Տիկին Անահիտը բանջարեղենով ապուր էր պատրաստել, պարզ բաղադրատոմս, բայց որը միշտ դուր էր գալիս։ Կաթսան դրեց սեղանի կենտրոնում, սկսեց մատուցել։ Նարինեն արամարանքով նայեց ափսեին, դեմքը ծամացրեց։ Այս ապուրն անհամ է, բողոքեց նա, ափսեն մի կողմ հրելով։ Դուք այլս եփել չգիտեք, տիկին Անահիտ։ Անկեղծ ասած, գնալով ավելի վատ է դառնում։ Տիկին Անահիտը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Փորձեց բացատրել, որ օգտագործել է սովորական համեմունքները, որ գուցե Նարինեն պարզապես հոգնած է։ Բայց Նարինեն բացատրություններ լսել չէր ուզում։
Շարունակեց բողոքել ասելով, որ հոգնել է վատ ուտելիք ուտելուց, որ ինքն է վճարում այդ տան հաշիվները, արժանի է գոնե մի պատշաճ ճաշի։ Արթուրը լուռ էր մնում, գթալով խառնելով ապուրը, հայացքը հառած ափսեին։ Երեխաներն անհարմար հայացքներ էին փոխանակում։ Անին բերանը բացեց, կարծես մի բան պիտի ասեր, բայց նորից փակեց։ Տիկին Անահիտը զգաց, որ արցունքները սպառնում են գալ, բայց զսպեց։ Նրանց առաջ չէր լացելու։ Այդ հաճույքը չէր տալու։ Հանկարծ, առանց որե մեկի սպասելու, Նարինե նվերցրեց իր ափսեն կտրուկ շարժումով պարունակությունը շպրտեց տիկին Անահիտի ուղղությամբ։ Տաք ապուրը ցայտեց տարեց կնոջ դեմքին ու պարանոցին, այրելով նուրբ մաշկը։ Տիկին Անահիտը ձեռքերը տարավ դեմքին, զգալով այրոցը, ցնցումը, բացարձակ նվաստացումը։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ոչ ոք չշարժվեց։ Արթուրը քարացել էր, գդալը դեռ ձեռքին, բերանը կիսաբաց։ Երեխաներն աչքերը չռել էին, բայց ոչ մի բառ չասացին։ Անին վեր կացավ աթոռից, բայց կանգ առավ շարժման կեսին, կարծես մի անտեսանելի ուժ խանգարում էր նրան գործել։ Նարինեն ձեռքերը խաչեց բացարձակ արամարանքի արտահայտությամբ նայեց տիկին Անահիտին։ Հիմա գնա մաքրիր այս թափթփուկը, որ դու ես առաջացրել, ասաց Նարինեն սառը ձայնով։ Իսկ հաջորդ անգամ սովորիր ճիշտ եփել։ Տիկին Անահիտը մնաց այնտեղ անշարժ, զգալով, թե ինչպես է հեղուկը հոսում դեմքով։ Ձեռքերը դողում էին։ Սիրտը խփում էր անկանոն։ Բայց նրա ներսում ինչ-որ բան սկսում էր փոխվել։ Ինչ-որ խորը լուռ բան էր վերափոխվում։ Նա դեմքը սրբեց բլուզի թքով, դանդաղ վեր կացավ աթոռից նայեց նրանցից յուրաքանչյուրին։ Արթուրը շարունակում էր գլուխը կախ պահել։ Երեխաները վախեցած տեսք ունեին։ Նարինեն պահպանում էր այն կոշտ ու սառը հայացքը։ Ներեցեք, մրմնջաց տիկին Անահիտը, ձայնը գրեթե շշուկի պես։ Ներեցեք, որ գոյություն ունեմ։ Եվ հետո, առանց պատասխանի սպասելու, շրջվեց քայլեց դեպի աստիճանները։ Յուրաքանչյուր աստիճան կարծես մի տոննա կշռեր։ Երբ վերջապես հասավ իր սենյակ, դանդաղ փակեց դուռը հենվեց նրան, ոտքերը թույլ, մարմինը դողալով։ Այնտեղ, այդ փոքր տարածքի լռության մեջ, նա վերջապես թույլ տվեց, որ արցունքները գան։ Լացեց այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր լացել։ Լացեց նվաստացման, ցավի, անարդարության համար։ Լացեց որդու համար, որը չպաշտպանեց իրեն, թոռների համար, որոնք լուր դիտում էին ամեն ինչ, կյանքի համար, որը վերածվել էր մղձավանջի։ Բայց այդ լացի մեջ ինչ-որ բան սկսեց արթնանալ։ Զայրույթի, վրդովմունքի, ուժի մի կայծ։ Տիկին Անահիտը սրբեց արցունքները շուրջը նայեց սենյակում։ Հայացքը կանգ առավ հարդասեղանի մի գզրոցի վրա։ Վեր կացավ, բացեց գզրոցը, այնտեղից հանեց մի հին, կապույտ, կոշտ կազմով տետր, որը տար իներ առաջ նվեր էր ստացել պարոն Արամից։ Երբեք չէր օգտագործել։ Միշտ պահել էր, մտածելով, որ մի օր մի հատուկ պատճառ կգտնի այն սկսելու համար։ Այդ գիշերը պատճառն էր։ Նստեց մահճակալի եզրին, վերցրեց գրիչը, բացեց տետրի առաջին էջը։ Ձեռքը դեռ մի փոքր դողում էր, բայց նա ստիպեց իրեն ձեռագիրը ամուր պահել։ Սկսեց գրել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ոչ թե որպես զոհ, որը գանգատվում է, այլ որպես վկա, որն արձանագրում է ճշմարտությունը։ Գրեց իր դեմքին շպրտված ափսեի, ընտանիքի լռության, նվաստացման մասին։ Գրեց բոլոր այն փոքր անհարգալից վերաբերմունքների մասին, որոնք կուլ էր տվել տարիների ընթացքում։ Գրելու ընթացքում զգում էր, որ ինչ-որ բան փոխվում է իր ներսում։ Դա այլս միայն ցավ չէր։ Դա պարզություն էր։ Դա վճռականություն էր։ Տիկին Անահիտը հասկացավ, որ չափազանց շատ ժամանակ էր անցկացրել, ներողություն խնդրելով գոյություն ունենալու համար, չափազանց շատ ժամանակ փորձելով անտեսանելի լինել, որպեսզի չխանգարի։ Եվ ինչի՞ համար։ Որպեսզի իրեն այդպես վերաբերվեն։ Ոչ, մտածեց նա, զգուշությամբ փակելով տետրը։ Այլս ոչ։ Այդ գիշեր տիկին Անահիտը հազիվ կարողացավ քնել։ Պառկած էր անկողնում, նայում էր առաստաղին, լսում, թե ինչպես են տան ձայները կամաց-կամաց լռում։ Լսեց, թե ինչպես Արթուրն ու Նարինեն բարձրացան իրենց սենյակ, լսեց, թե ինչպես երեխաները ծիծաղում էին հեռախոսի մեջ ինչ-որ բանից քնելուց առաջ, լսեց, թե ինչպես ամբողջ տունը սուզվեց գիշերվա լռության մեջ։ Եվ այնտեղ, այդ լռության մեջ, նա սկսեց մտածել։ Սկսեց պլանավորել։
Առավոտյան իջավ խոհանոց, ինչպես միշտ։ Սուրճը պատրաստեց նույն խնամքով։ Նախաճաշի սեղանը գցեց բաժակներով, հացով, կարագով, պանրով։ Բայց այս անգամ նրա աչքերում ինչ-որ տարբեր բան կար։ Մի լույս, որը նախկինում չկար։ Նարինեն շտապով իջավ, վերցրեց միայն մի բաժակ սուրճ դուրս եկավ, առանց բարելու։ Արթուրը լուռ կերավ գնաց աշխատանքի։ Երեխաները վերցրին իրենց պայուսակները վազեցին դպրոց։ Տիկին Անահիտը մնաց մենակ դատարկ տանը։ Լվաց սպասքը, հավաքեց խոհանոցը, բայց միտքը հեռու էր այդ ավտոմատ գործողություններից։ Նա մտածում էր մի բանի մասին, որը նկատել էր տարիների ընթացքում։ Անտեսված լինելու, անտեսանելիի պես վերաբերվելու պատճառով նա կարող էր տանը շարժվել, առանց կասկած հարուցելու։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, թե նա ինչ է անում։ Ոչ ոքի չէր հետաքրքրում։ Եվ հենց այդ ժամանակ նրա գլխում մի գաղափար սկսեց ձևավորվել։ Մի գաղափար, որն սկզբում անհեթեթ թվաց, բայց կամաց-կամաց ավելի ու ավելի իմաստալից դարձավ։ Եթե ինքն անտեսանելի է, կարող է դա օգտագործել ի շահ իրեն։ Եթե ոչ ոք իրեն չի տեսնում, ոչ ոք չի նկատի տեղից տեղ փոխվող փոքր իրերը։ Ոչ ոք իրենից չի կասկածի։ Տիկին Անահիտը բարձրացավ իր սենյակ, նորից վերցրեց կապույտ տետրը։ Բացեց մի դատարկ էջ, սկսեց գրել։ Այլս ոչ թե նվաստացումների պատմություն, այլ պլան։ Ռազմավարություն։ Գրի առավ ամեն ինչ խնամքով, մտածելով յուրաքանչյուր մանրուքի, յուրաքանչյուր հնարավորության մասին։ Գրեց ընտանիքի յուրաքանչյուր անդամի սովորությունների, նրանց առօրյայի, նրանց թույլ կողմերի մասին։ Նարինեն տարված էր իր իրերով, հատկապես հագուստով, կոսմետիկայով։ Արթուրը պասիվ էր, ապրում էր ավտոմատ կերպով։ Երեխաները կանխատեսելի էին, ամեն օր հետում էին։ Ույն առօրյային։ Պատերազմը, որը տիկին Անահիտը պատրաստվում էր սկսել, աղմկոտ չէր լինելու։ Ակնհայտ չէր լինելու։ Լինելու էր լուռ, մանրակրկիտ, անտեսանելի։ Ինչպես ինքն էր դարձել։ Եվ ինչպես ջրի կաթիլը կարող է ժամանակի ընթացքում քարը ծակել, նա գիտեր, որ փոքր գործողությունները, որոնք կրկնվում են հետողականորեն, կարող են մեծ արդյունքներ տալ։ Պլանի առաջին օրը նա սկսեց պարզ բանից։ Մինչ Նարինեն աշխատանքի էր, մտավ ամուսնական ննջասենյակ։ Մի պահ կանգնեց այնտեղ, շուրջը նայելով։ Դա մեծ, լավ կահավորված սենյակ էր, հսկայական երկտեղանոց մահճակալով զգեստասենյակով, որտեղ Նարինեն պահում էր իր հագուստը, կարծես գանձեր լինեին։ Տիկին Անահիտը խորը շունչ քաշեց, մոտեցավ Նարինեի հարտասեղանին։ Այնտեղ տասնյակ դիմահարդարման պարագաներ, թանկարժեք օծանելիքներ, ներմուծված քսուկներ կային։ Նա վերցրեց կարմիր շրթներկը, որը Նարինեն օգտագործում էր ամեն օր, այն մեկը, որը միշտ շտապով փնտրում էր դուրս գալուց առաջ։ Դրեց այն գոգնոցի գրպանը, դուրս եկավ սենյակից։ Շրթներկը թաքցրեց խոհանոցի մի գզրոցի խորքում, հին սրբիչների արանքում։ Հետո վերադարձավ իր սովորական գործերին, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Երեկոյան, երբ Նարինեն եկավ, սկսեց պատրաստվել ընկերուհիների հետ դուրս գալու, տիկին Անահիտը լսեց վերի հարկից եկող ճիչերը։ Նարինեն հուսահատորեն փնտրում էր շրթներկը, խառնելով հարտասեղանը, բացելով գզրոցները, բարձրաձայն բողոքելով։ Ո՞ր է այդ շրթներկը, գոռում էր նա։ Ես միշտ այն այստեղ եմ թողնում։ Արթուր, դու… Ես դիպել իմ իրերին։ Արթուրը մրմնջաց, որ երբեք ոչնչի չի դիպչում։ Նարինեն շարունակեց փնտրել, գնալով ավելի ու ավելի նյարդայնանալով։ Տիկին Անահիտը խոհանոցում էր, լվանում էր սպասքը, մի փոքր ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Սա ընդամենը սկիզբն էր։ Հաջորդ օրերին այլ իրեր սկսեցին անհետանալ։ Նարինեի մեքենայի բանալիները կորան հայտնվեցին հյուրասենյակի ծաղկամանի մեջ։ Հեռուստացույցի հեռակառավարման վահանակն անհետացավ, միայն 2 օր անց գտնվեց բազմոցի տակ։ Ֆրանսիական օծանելիքը, որը Նարինեն պաշտում էր, մի ամբողջ շաբաթով կորավ, առաջացնելով նյարդային պոռթկում, հետո խորհրդավոր կերպով նորից հայտնվեց լոգարանում։ Նարի… Նեն խելագարվում էր։ Ոչինչ իր տեղում չէր։ Ամեն ինչ կարծես ինքն իրեն շարժվում էր։ Նա գոռում էր, երեխաներին մեղադրում իր իրերին դիպչելու մեջ, կռվում էր Արթուրի հետ տունը չհսկելու համար։ Բայց ոչ ոք ոչնչի չէր դիպել։ Ավելի ճիշտ, միայն մեկ մարդ էր դիպել, այդ մարդը բոլորի աչքին լիովին անտեսանելի էր։ Տիկին Անահիտն ամեն ինչ գրանցում էր իր տետրում։
Յուրաքանչյուր թաքցրած իր, յուրաքանչյուր դիտարկած արձագանք, այդ լուռ պատերազմի յուրաքանչյուր փոքր հաղթանակ։ Եվ գրելու ընթացքում զգում էր մի բան, որ վաղուց չէր զգացել՝ իշխանություն։ Ոչ թե գոռալու կամ հարվածելու իշխանություն, այլ գործելու, արձագանքելու, այլս պարզապես պասիվ զով չլինելու իշխանություն։ Մի երեկո, երբ բոլորը դրսում էին, նա բարձրացավ Անիի սենյակ։ Աղջիկը միշտ քնքուշ էր եղել իր հետ, բայց վերջերս հեռացել էր, կլանված դեռահասների աշխարհով։ Տիկին Անահիտը շուրջը նայեց սենյակում, տեսնելով երգիչների պաստառները պատին, դպրոցական գրքերը ցրված գրասեղանին, հագուստը շպրտված աթոռին։ Մահճակալի գլխավերում մի հին լուսանկար կար, Անին երեխա ժամանակ տատիկի գրք։ Երկուսն էլ ժպտում էին։ Տիկին Անահիտը վերցրեց լուսանկարը, նստեց մահճակալին։ Հիշեց, թե երբ Անին փոքր էր, ինչպես էր վազելով գալիս իր գիրկը, ինչպես էր խնդրում, որ տատիկը քնելուց առաջ հեքիաթներ պատմի։ Ո՞ր էր այդ աղջիկը։ Երբ էր ամեն ինչ փոխվել։ Խորը տխրություն սեղմեց նրա կուրծքը, բայց նա թույլ չտվեց, որ արցունքները գան։ Արդեն չափազանց շատ էր լացել։ Հիմա գործելու ժամանակն էր։ Լուսանկարը դրեց իր տեղը, նկատեց մի տետր գրասեղանին։ Մի պահ տատանվեց։ Չէր ուզում ներխուժել թոռնուհու անձնական տարածք։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան բացել։ Դրանք դպրոցական շարադրություններ էին, գրականության աշխատանքներ։ Թերթեց էջերը, հայացքը կանգ առավ մի վերջին տեքստի վրա։ Թեման էր մարդը, ումով ես ամենաշատն եմ հիանում։ Անին գրել էր մի հայտնի երգչուհու մասին, մեկի, ում երբեք անձամբ չէր տեսել, մեկի, որը գոյություն ուներ միայն էկրաններին երգերում։ Տիկին Անահիտը դանդաղ փակեց տետրը։ Ժամանակին ինքը կլիներ այդ հարցի պատասխանը։ Ժամանակին Անին իրենով էր հիանում։ Բայց այդ ժամանակն անցել էր։ Կամ գուցե, մտածեց նա, դեռ կարող է վերադառնալ։ Գուցե դեռ կա մի միջոց վերականգնելու կապը թոռնուհու հետ, ցույց տալու նրան, որ իր տատիկի մեջ դեռ կա մի բան, որն արժե հիանալ։ Աստիճաններով իջնելիս տիկին Անահիտը լսեց մուտքի դռան բացվելու ձայնը։ Անին էր, դպրոցից էր գալիս։ Աղջիկը պայուսակը շպրտեց բազմոցին, ուղիղ գնաց խոհանոց, վերցնելով մի բաժակ հյութ։ Տիկին Անահիտը կանգնած էր հյուրասենյակում, դիտում էր։ Անին նույնիսկ չէր նկատել նրա ներկայությունը։ Անի, աղջիկս, կանչեց նա փափուկ ձայնով։ Աղջիկը շրջվեց, կարծես մի փոքր զարմացած տեսնելով տատիկին այնտեղ։ Այո, տատիկ։ Ինչպես անցավ օր դպրոցում։ Անին ուսերը թոթվեց։ Նորմալ։ Սովորական։ Անհարմար լռություն տիրեց։ Տիկին Անահիտն ուզում էր այնքան բան ասել, ուզում էր գրկել թոռնուհուն, ուզում էր վերականգնել այն կապը, որը մի ժամանակ ունեցել էին։ Բայց չգիտեր, ինչպես։ Բառերը կարծես խրվել էին կոկորդում։ Անին արագ խմեց հյութի մնացորդը, վազելով բարձրացավ իր սենյակ, տատիկին նորից մենակ թողնելով հյուրասենյակում։ Տիկին Անահիտը հոգոց հանեց։ Անիի հետ կապի վերականգնումը հեշտ չէ։ Լինելու։ Բայց նա չէր հանձնվելու։ Ոչ հիմա։ Վերադարձավ խոհանոց, վերցրեց կապույտ տետրը, որը թաքցրել էր սրբիչների արանքում, մի քանի տող գրեց։ Պլանը Նարինեի հետ աշխատում էր, բայց այդ ընտանիքում ավելի շատ շերտեր կային։ Ավելի շատ վերքեր կային բուժելու, ավելի շատ ճշմարտություններ բացահայտելու։ Հաջորդ օրերը նուրբ, բայց նկատելի փոփոխություն բերեցին արաբկիրի այդ տան դինամիկայի մեջ։ Նարինեն գնալով ավելի նյարդային էր դառնում, մի սենյակից մյուսն էր թռչում, խառնում գզրոցներն ու պահարանները, փնտրելով իրեր, որոնք պարզապես այնտեղ չէին, որտեղ պետք է լինեին։ Արթուրը հոգնած հայացքով հետում էր ամեն ինչին, բայց շարունակում էր ոչինչ չանել, կարծես ավելի հեշտ էր թողնել, որ փոթորիկն անցնի, քան փորձել հանգստացնել այն։ Երեխաները սկսեցին մատների ծայրերին քայլել, փորձելով ուշադրություն չգրավել, վախենալով, որ իրենց կմեղադրեն այն անբացատրելի խառնաշփոթի համար, որը տիրել էր ընտանեկան առօրյային։ Տիկին Անահիտն իր հերթին շարունակում էր իր ամենօրյա գործերը, թվացյալ անփոփոխ։ Վաղ էր արթնանում, սուրճ էր պատրաստում, աքրում տունը, լվանում լվացքը։ Բայց հիմա նրա յուրաքանչյուր շարժում գաղտնի նպատակ ուներ։ Կարծես շախմատ էր խաղում, 3 քայլ առաջ մտածելով, հաշվարկելով յուրաքանչյուր գործողությունն ու դրա հետանքը։
Իսկ գիշերը, երբ բոլորը քնում էին, նա բարձրանում էր իր սենյակ, ամեն ինչ գրանցում կապույտ տետրում, որը վերածվում էր նրա լուռ դիմադրության մանրամասն քարտեզի։ Մի հինգշաբթի առավոտ տիկին Անահիտը լվացքի սենյակում արթուկ էր անում, երբ լսեց, թե ինչպես է Նարինեն ճչալով իջնում աստիճաններով։ Նա փնտրում էր Մարգարտե վզնոցը, որը մորից էր նվեր ստացել, թանկարժեք զգացմունքային արժեք ունեցող իր վզնոցը միշտ լինում էր հարտասեղանի վրայի հատուկ տուփի մեջ, բայց այդ առավոտ այն պարզապես այնտեղ չէր։ Ինչ-որ մեկը դիպել է իմ իրերին, գոռում էր Նարինեն, ձայնն արձագանքում էր ամբողջ տանը։ Արթուր, դու պետք է մի բան անես։ Այս տունը խառնաշփոթ է, ոչինչ իր տեղում չէ։ Արթուրը խոհանոցում սուրճ էր խմում, դեռ գիշերազգեստով, աչքերը կպած հեռախոսին։ Մի պահ հայացքը բարձրացրեց, հոգոց հանեց, նորից սկսեց զբաղվել սարքով։ Նարինե։ Ոչ ոք ոչնչի չի դիպել։ Հավանաբար, ուրիշ տեղ ես դրել ու մոռացել։ Ես չեմ մոռանում, թե որտեղ եմ դնում իմ իրերը, բղավեց նա։ Ինչ-որ մեկը դիպչում է, ես գիտեմ։ Տիկին Անահիտը հանգիստ շարունակում էր արթուկել, արթուկը ճշգրիտ շարժումներով սահում էր Արթուրի վերնաշապիկների վրայով։ Բայց նրա շուրթերին մի փոքր ժպիտ կար։ Մարգարտե վզնոցը լավ պահված էր, փաթաթված թղթի մեջ, իր սենյակի պահարանի խորքում գտնվող հին կոշիկի տուփի մեջ։ Այնտեղ կմնաս մի քանի օր, հենց այնքան, որ Նարինեն կասկածի տակ դնի սեփական հ. Նախաճաշի ժամանակ Անին իջավ խոհանոց, արդեն դպրոցական համազգեստով։ Աղջկա աչքերի տակ մուգ շրջանակներ կային, կարծես լավ չէր քնել։ Մի կտոր հաց վերցրեց, լուռ կարագ քսեց, մինչ մայրը շարունակում էր բողոքել կորած վզնոցից։ Արթուրը վերջապես վեր կացավ սեղանից, արագ համբուրեց դստեր, ճակատը գնաց հագնվելու աշխատանքի համար։ Անի, ասաց Նարինեն, շրջվելով դստերը։ Դու… Ես դիպել իմ իրերին։ Դու… Ես վերցրել իմ վզնոցը։ Աղջիկն աչքերը չռեց։ Մամ, ես նույնիսկ քո սենյակ չեմ մտնում։ Ինչու պետք է դա անեմ։ Ապա ո՞վ է եղել, Նարինեն ձեռքերը խաչեց, կասկածամիտ հայացքը սահեց խոհանոցով։ Հանկարծ նրա աչքերը կանգ առան տիկին Անահիտի վրա, որը զգուշորեն մտել էր մի բաժակ ջուր վերցնելու։ Ձեր կինը։ Դուք եք եղել, այնպես չէ։ Տիկին Անահիտը կանգ առավ ճանապարհի կեսին, բաժակը բռնած դողացող ձեռքերով։ Զարմացած անմեղ հայացքով նայեց Նարինեին։ Ես… Բայց ես ինչ պետք է անեմ վզնոցը, աղջիկս։ Ես նույնիսկ տնից դուրս չեմ գալիս։ Ինձ հեքիաթներ մի պատմեք։ Դուք ամբողջ օրը տանը շրջում եք։ Հավանաբար, ամեն ինչ խառնել եք։ Անին տեսանելիորեն անհարմար զգաց, հեռախոսով զբաղվելով, առանց որե մեկի կողմը նայելու։ Տիկին Անահիտը հանգստություն պահպանեց, թե սիրտը ուժեղ խփում էր։ Ես ոչ մի բանի չեմ դիպել, որն իմը չէ, Նարինե։ Վզնոցը կհայտնվի։ Իրերը միշտ հայտնվում են։ Նարինեն փնթփնթաց, վերցրեց պայուսակը, դուռը շրխկացնելով դուրս եկավ։ Խոհանոցում տիրող լռությունը ծանր էր։ Անին արագ վերջացրեց հացը, նույնպես վեր կացավ, բայց դուրս գալուց առաջ տարօրինակ հայացքով նայեց տատիկին, կարծես փորձում էր ինչ-որ բան վերծանել։ Տիկին Անա։ Հիտը մի պահ պահեց թոռնուհու հայացքը, այդ պահին նրանց միջ լուռ հաղորդակցություն տեղի ունեցավ։ Անին թեթակի գլուխը թափ տվեց, կարծես ուզում էր միտքը հեռացնել, վազելով դուրս եկավ դպրոցի ավտոբուսը հասնելու համար։ Տիկին Անահիտը մնաց մենակ խոհանոցում, սիրտը դեռ արագացած։ Դա վտանգավոր պահ էր։ Նարինեն սկսում էր իրենից կասկածել, ինչը կարող էր բարդացնել իրավիճակը։ Բայց մի նույն ժամանակ դրանում ինչ-որ ազատագրող բան կար։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա ոչ թե պարզապես պասիվորեն ընդունում էր մեղադրանքները, այլ պահպանում էր իր դիրքորոշումը, վճռականորեն հերքում, ստիպելով Նարինեին կասկածի տակ դնել սեփական համոզմունքները։ Այդ երեկո, տունը հավաքելիս, տիկին Անահիտը որոշեց իր պլանի հաջորդ քայլն անել։ Բարձրացավ Արթուրի Նարինեի սենյակ, սկսեց փնտրել մի կոնկրետ բան։ Բացեց գզրոցները, զգուշորեն խառնեց Նարինեի զգեստասենյակը, հետքեր չթողնելու համար։ Եվ հետո թանկարժեք բլուզների կույտի հետում թաքնված, գտավ այն, ինչ փնտրում էր, մի շիշ շատ թանկ ֆրանսիական օծանելիք, դեռ փակ, գնապիտակը վրան։ Կին անհավանա։ Կան էր, ավելին, քան տիկին Անահիտը ստանում էր որպես թոշակ 6 ամսվա ընթացքում։ Նա զգուշորեն վերցրեց շիշը, դիտելով այն լույսի տակ։ Սա ապացույց էր։
Նարինեն թանկարժեք իրեր էր թաքցնում, հավանաբար գնելով առանց Արթուրի իմանալու, ընտանիքի գումարը ծախսելով շքեղությունների վրա, մինչդեռ բողոքում էր, որ հաշիվները շատ են։ Տիկին Անահիտը մի պահ մտածեց, թե ինչ անել դրանով։ Կարող էր պարզապես շիշը վերադարձնել իր տեղը ձացնել, թե երբեք չի տեսել։ Կամ կարող էր այն օգտագործել որպես հաղթաթուղթ, Նարինեի բնավորության ապացույց, որը կարող էր բացահայտվել ճիշտ պահին։ Որոշեց երկրորդ տարբերակը։ Օծանելիքի շիշը դրեց գոգնոցի գրպանը, վերջացրեց սենյակի հավաքումը, իջավ հյուրասենյակ։ Այնտեղ մեծ զգուշությամբ շիշը դրեց հենց սուրճի սեղանիկի կենտրոնում, մի ամսագրի վրա, որտեղ անհնար կլիներ չնկատել։ Հետո վերադարձավ իր գործերին, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Երբ Նարինեն այդ երեկո աշխատանքից եկավ, մտավ հյուրասենյակ, կանգ առավ ճանապարհի կեսին։ Նրա աչքերն անմիջապես կանգ առան օծանելիքի շշի վրա։ Դեմքը գունատվեց։ Շուրջը նայեց։ Ինչ-որ մեկին փնտրելով, բայց սենյակը դատարկ էր։ Արագ վերցրեց շիշը, թաքցրեց բլուզի տակ, վազելով բարձրանալով իր սենյակ։ Տիկին Անահիտը խոհանոցում էր, ընթրիք էր պատրաստում, բայց ամեն ինչ տեսել էր ապակու արտացոլանքով։ Գոհունակ ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Հաղորդագրությունը հասցեին էր հասել։ Նարինեն այժմ գիտեր, որ ինչ-որ մեկը տեղյակ է իր գաղտնիքներից։ Եվ ամենակարևորը, նա վստահ չէր, թե ով։ Երեկոյան, ընթրիքի ժամանակ, մթնոլորտը լարված էր։ Նարինեն հազիվ դիպավ ուտելիքին, աչքերը նյարդային, ձեռքերն անհանգիստ։ Արթուրը լուր կերավ, ինչպես միշտ։ Երեխաներն իրենց դասերն էին անում սեղանի շուրջ, ուշադրությունը բաժանելով տետրերի հեռախոսների մեջ։ Տիկին Անահիտը նստեց սեղանի ծայրին, դանդաղ ուտելով, ուշադիր հետելով ամեն ինչին։ Հանկարծ Նարինեն պայթեց. Ես այլս չեմ դիմանում այս տանը։ Ոչինչ իր տեղում չէ, ամեն ինչ անհետանում է, նորից հայտնվում ամենաանհեթեթ տեղերում։ Ինչ-որ մեկը դա դիտմամբ է անում։ Արթուրը հոգոց հանեց. Նարինե, դու չափազանցնում ես։ Ոչ ոք ոչինչ չի անում։ Դու պարզապես սթրեսի մեջ ես աշխատանք։ Ի պատճառով։ Սթրեսի մեջ, նա ձեռքերով հարվածեց սեղանին, ստիպելով ափսեներին դողալ։ Ես գիտեմ, երբ եմ սթրեսի մեջ, երբ ինչ-որ բան այն չէ։ Եվ այս տանը ինչ-որ բան շատ այն չէ։ Անին հայացքը բարձրացրեց տետրից, մտածկոտ հայացքով հետելով տեսարանին։ Մամ, գուցե դու պետք է մի փոքր հանգստանաս։ Մի քանի օր արձակուրդ վերցնես։ Ես արձակուրդի կարիք չունեմ, Նարինեն կտրուկ վեր կացավ աթոռից։ Ինձ պետք է, որ ամեն ինչ վերադառնա իր նորմալ հունին։ Եվ հետո, բոլորի համար անսպասելի, նա ուղիղ նայեց տիկին Անահիտին։ Դուք եք, այնպես չէ՞։ Դուք եք դա դիտմամբ անում։ Իմ իրերին եք դիպչում, որ ինձ խելագարեցնեք։ Տիկին Անահիտը դանդաղ դրեց պատարագաղն ափսեի մեջ, բերանը սրբեց անձեռոցիկով անհանգստացնող հանգստությամբ նայեց Նարինեին։ Նարինե, ես ընդամենը 73 տարեկան մի կին եմ։ Ես ինչ կարող եմ անել։ Հազիվ եմ կարողանում աստիճաններով բարձրանալ։ Ինձ այդ պատմությունները մի պատմեք։ Դուք ձացնում եք։ Ես գիտեմ, որ ձացնում եք։ Արթուրը վերջապես միջամտեց, հոգնած ձայնով։ Հերիք է, Նարինե։ Դու մորս եմ։ Եղադրում ես առանց որե ապացույցի։ Դա ճիշտ չէ։ Նարինեն ամուսնուն նայեց զայրույթի հուսահատության խառնուրդով։ Դու ինձ երբեք չես պաշտպանում։ Երբեք։ Միշտ նրա կողմն ես բռնում։ Սա որե մեկի կողմը բռնելու հարց չէ, առարկեց Արթուրը։ Սա ողջամտության հարց է։ Մայրս ոչ մի պատճառ չունի այս ամենն անելու։ Պատճառ չունի, Նարինեն ծիծաղեց, դառը անուրախ ծիծաղով։ Նա աշխարհի բոլոր պատճառներն ունի։ Նա ատում է այստեղ ապրելը, ատում է, որ այլս տան տերը չէ, ատում է, որ ես եմ զբաղեցրել նրա տեղը։ Հաջորդած լռությունը սուր էր։ Նույնիսկ երեխաները դադարեցին զբաղվել իրենց տետրերով։ Տիկին Անահիտը զգաց, որ ինչ-որ բան սեղմում է կուրծքը, բայց թույլ չտվեց, որ դա երա։ Դեմքը հանգիստ պահեց, աչքերը հառած Նարինեին։ Ես երբեք ոչ ոքի չեմ ատել այս տանը, ասաց նա ցածր, բայց հաստատուն ձայնով։ Եվ հաստատ երբեք քեզ չեմ ատել, Նարինե։ Բայց հետաքրքիր է, որ դու ասում ես, թե ես այլս այս տան տերը չեմ։ Որովհետև, եթե լավ եմ հիշում, դեռ ես եմ վճարում հաշիվների կեսը։
Սա բոլորին զարմացրեց։ Արթուրն աչքերը չռեց։ Նարինե։ Բերանը բացեց, բայց ոչինչ չկարողացավ ասել։ Դա ճիշտ էր։ Երբ պարոն Արամը մահացավ, նա թողել էր կյանքի ապահովագրություն որոշ խնայողություններ։ Տիկին Անահիտն այդ գումարն օգտագործում էր տան ծախսերին օգնելու համար, վճարելով լույսի, ջրի մթերքի մի մասի համար։ Արթուրն ու Նարինեն ընդունել էին այդ օգնությունն առանց հարց տալու, բայց ժամանակի ընթացքում սկսել էին նրան վերաբերվել այնպես, կարծես նա ոչ մի բանով չէր նպաստում։ Անին տատիկին նայեց նոր, զարմանքի հարգանքի արտահայտությամբ։ Կարծես տարիների ընթացքում առաջին անգամ էր տեսնում տատիկին։ Փոքր երեխաները նույնպես լռեցին, զգալով, որ ինչ-որ կարևոր բան է ասվել։ Նարինեն արագ ուշքի եկավ ցնցումից։ Կարևոր չէ, թե ով ինչ է վճարում։ Սա նա իմ տունն է, ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն ինձ խելագարեցնի։ Եվ դրանով նա դուրս եկավ խոհանոցից, ոտքերը թխկացնելով, աղմուկով բարձրանալով աստիճաններով։ Արթուրը մնաց այնտեղ, չիմանալով ինչ անել, երկու կրակի միջ, կնոջ հետից գնալ, թե մոր հետ խոսել։ Ի վերջո, որոշեց ոչինչ չանել, ինչպես միշտ։ Վեր կացավ սեղանից գնաց հի ուրասենյակ, հեռուստացույցը միացնելով ինչ-որ լրատվական ալիքի։ Տիկին Անահիտը լուռ վերջացրեց իր ընթրիքը։ Երեխաները, դեռ անհարմար զգալով, վերցրին իրենց տետրերը գնացին դասերն ավարտելու ուրիշ տեղ։ Բայց Անին մնաց։ Աղջիկն օգնեց տատիկին հավաքել սեղանի ափսեները, դրանք տանելով լվացարան։ Նրանք լուռ աշխատում էին կողք կողքի, մեկը ափսեներն էր տալիս, մյուսը լվանում։ Տատիկ, հանկարծ ասաց Անին ցածր ձայնով։ Դուք իսկապես չեք դիպել մայրիկի իրերին։ Տիկին Անահիտը մի պահ դադարեց ափսեն լվանալուց, նայելով թոռնուհուն։ Անի աչքերում ինչ-որ բան կար, հետաքրքրասիրություն, դեռ ձավորվող մտերմություն։ Դու կարծում ես, որ ես դա կանեի, աղջիկս։ Անին տատանվեց։ Չգիտեմ։ Բայց եթե անգամ դուք դա անեիք, ես կհասկանայի։ Մայրիկը ձեզ լավ չի վերաբերվում։ Այստեղ ոչ ոք լավ չի վերաբերվում։ Թոռնուհու խոսքերը խորապես հուզեցին տիկին Անահիտի սիրտը։ Տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ այդ տանը ինչ-որ մեկը ճանաչում էր իր տառապանքը, ինչ-որ մեկը տեսնում էր այն անտեսանելիությունից այն կողմ, որը նա ստիպված էր կրել։ Նա մեկն է։ Ցթած ձեռքը քնքշորեն դիպավ Անիի դեմքին։ Իմ սիրելի թոռնուհի, ասաց նա հուզված ձայնով։ Երբեմն մենք պետք է գոյատելու ուղիներ գտնենք։ Եվ գոյատելը միշտ չէ, որ նշանակում է լուռ մնալ։ Անին մի պահ բռնեց տատիկի ձեռքը ժպտաց։ Դա փոքր, բայց իմաստալից ժպիտ էր։ Նրանք միասին վերջացրին սպասքը լվանալը, երբ ավարտեցին, Անին ամուր գրկեց տատիկին։ Կներեք, տատիկ, մրմնջաց նա։ Կներեք, որ ավելի շուտ չեմ նկատել։ Կներեք, որ ոչինչ չեմ արել։ Տիկին Անահիտը թոռնուհուն սեղմեց կրծքին, շոյելով նրա մազերը։ Դու դեռ երեխա ես, Անի։ Մեծահասակների խնդիրները լուծելը քո պատասխանատվությունը չէ։ Բայց շատ կարևոր է, որ դու տեսնես, թե ինչ է կատարվում, որ դու նրանց պես չդառնաս։ Անին հեռացավ, սրբելով աչքերը։ Հիմա կբարձրանամ, պետք է մի շարադրություն ավարտեմ։ Բայց տատիկ, եթե ձեզ որևէ բան պետք լինի, կարող եք ինձ կանչել, լավ։ Տիկին Անահիտը ժպտաց գլխով արեց։ Անին բարձրացավ աստիճաններով, բայց ճանապարհի կեսին կանգ առավ հետ նայեց։ Տատիկ, մի բան։ Ես կարծում եմ, որ դուք շատ ավելի ուժեղ եք, քան բոլորը։ Կարծում են։ Եվ դրանով նա անհետացավ աստիճանների վերում։ Տիկին Անահիտը մնաց այնտեղ, դատարկ խոհանոցում, զգալով, թե ինչպես է մի տաք զգացում տարածվում կրծքում։ Նա այժմ դաշնակից ուներ։ Այլս լիովին մենակ չէր։ Այդ գիշեր նա բարձրացավ իր սենյակ, բացեց կապույտ տետրը։ Գրեց այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել ընթրիքի ժամանակ, Նարինեի հետ առճակատման, Անիի հետ ունեցած պահի մասին։ Բայց նա սկսեց գրել ինչ-որ նոր բան, կարճ, ազդեցիկ նախադասություններ, որոնք կրում էին իր փորձառության ճշմարտությունը։ Արժանապատվությունը չեն շպրտում։ Ով մորն է մոռանում, իր հոգին է մոռանում։ Լռությունը նույնպես խոսում է։ Դրանք նախադասություններ էին, որոնք գալիս էին նրա հոգու խորքից, տասնամյակների փորձի, ցավի, կուտակված իմաստության արդյունք։ Տիկին Անահիտը որոշեց, որ այդ նախադասությունները միայն տետրում չեն մնալու։
Դրանք պետք է տեսնեին, կարդային, յուրացնեին այն ընտանիքի անդամները, որոնք այդքան շատ էին մոլորվել։ Հաջորդ առավոտ, երբ բոլորը գնացին աշխատանքի դպրոց, տիկին Անահիտը գործի անցավ։ Վերցրեց փոքր թղթեր իր գեղ։ Եծիկ ձեռագրով գրեց նախադասությունները։ Հետո սկսեց դրանք տարածել տանը։ Մեկը դրեց Դավիթի պայուսակի մեջ, նրա տետրերի արանքում։ Մյուսը թողեց Նարինեի պայուսակի մեջ, այն գրպանում, որտեղ նա պահում էր շրթներկը։ Երրորդը թաքցրեց բազմոցի բարձի տակ, որտեղ Արթուրը միշտ նստում էր հեռուստացույց դիտելու։ Եվս մեկը դրեց Անիի գրչատուփի մեջ, գունավոր գրիչների արանքում։ Յուրաքանչյուր գրություն սերմ էր։ Գիտակցության, անհարմարության, խորհրդածության սերմ։ Տիկին Անահիտը գիտեր, որ մի գիշերվա մեջ ընտանիքը չի փոխի, բայց նա գիտեր, որ փոքր բաները, փոքր մշտական հիշեցումները կարող են սկսել ճաքեր առաջացնել այն անտարբերության զրահի վրա, որը բոլորը կառուցել էին։ Դավիթն առաջինը գտավ գրությունը։ Դասի ժամանակ բացեց մաթեմատիկայի տետրը, այնտեղ գեղեցիկ տառերով գրված էր. Ով մորն է մոռանում, իր հոգին է մոռանում։ 12-ամյա տղան նայում էր դրան, չհասկանալով։ Ցույց տվեց կողքին նստած ընկերոջը, որը պարզապես ուսերը թոթվեց։ Բայց նախադասությունը մնաց նրա գլխում մինչ օրվա վերջ։ Նարինեն իրենը գտավ, երբ աշխատանքի ընթացքում վերցրեց շրթներկը, շպարը թարմացնելու համար։ Երբ կարդաց, արժանապատվությունը չեն շպրտում, զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Շուրջը նայեց խանութի լոգարանում, կարծես սպասում էր ինչ-որ մեկին տեսնել, բայց մենակ էր։ Ճմրթեց թուղթը նետեց աղբամանը, բայց նախադասությունը շարունակում էր արձագանքել նրա մտքում։ Արթուրը գրությունը հայտնաբերեց, երբ հոգնած աշխատանքային օրվանից հետո փռվեց բազմոցին։ Վերցրեց բարձը, այնտեղ էր։ Լռությունը նույնպես խոսում է։ Նա երկար նայում էր դրան, զգալով, որ ինչ-որ անհարմար բան է շարժվում իր ներսում։ Թուղթը դրեց գրպանը, առանց որը մեկին ոչինչ ասելու։ Անին իրենը գտավ հաջորդ օրը, երբ դպրոցում բացեց գրչատուփը։ Ժպտաց, կարդալով. Նրանք, ովքեր քեզ իսկապես սիրում են, երբեք քեզ անտեսանելի չեն թողնի։ Նա հստակ գիտեր, թե որտեղից է դա եկել։ Զգուշորեն պահեց գրությունը դրամապանակում, կարծես գանձ լիներ։ Այդ երեկոյան ընթրիքի ժամանակ մթնոլորտը տարօրինակ էր։ Ոչ ոք չհիշատակեց գրությունները, բայց բոլորը մտածում էին դրանց մասին։ Նարինեն սովորականից ավելի լուռ էր, ուտելիքը խառնում էր ափսեում, առանց ճիշտ ուտելու։ Արթուրը խուսափում էր մորը նայելուց, կենտրոնանալով սթեյքը փոքր կտորների բաժանելու վրա։ Դավիթը շփոթված հայացքով նայում էր տիկին Անահիտին, կարծես փորձում էր գլուխկոտրուկ լուծել։ Տատիկ, ասաց 8-ամյա Մանեն, կրտսեր թոռնուհին, խախտելով լռությունը։ Ինչու եք դուք անընդհատ սենյակում մնում։ Դուք մեզ այլս չեք սիրում։ Երեխայի անմեղ հարցը ռումբի պես ընկավ սեղանի վրա։ Բոլորը դադարեցին ուտել։ Նարինեն հայացքը բարձրացրեց, Արթուրը խեղդվեց մսի կտորից, Անին շունչը պահեց։ Տիկին Անահիտը քնքշորեն նայեց թոռնուհուն։ Իհարկե սիրում եմ ձեզ, իմ սեր։ Շատ եմ սիրում։ Տատիկը պարզապես սենյակում է մնում, որովհետև երբեմն այնտեղ ավելի նգիստ է։ Բայց ես կարոտում եմ, երբ դուք մեզ համար հեքիաթներ էիք պատմում, շարունակեց Մանեն, չնկատելով իր ստեղծած լարվածությունը։ Հիշում եք, երբ մենք փոքր էինք, դուք հայկական հեքիաթներ էիք պատմում։ Անին արագ միջամտեց։ Ես էլ եմ հիշում, տատիկ։ Հիշում եմ Քաջ Նազարի, Անահիտ Թագուհու պատմությունները։ Այնքան լավն էին։ Տիկին Անահիտը զգաց, որ աչքերը լցվում են, բայց զսպեց արցունքները։ Ես էլ եմ հիշում, իմ սիրելիներ։ Շատ լավ ժամանակներ էին։ Արթուրը կոկորդը մաքրեց, անհարմար տեսքով։ Մամ, դուք գիտեք, որ կարող եք մեզ հետ հյուրասենյակում մնալ, երբ ուզենաք, այնպես չէ։ Նրա խոսքերը դատարկ հնչեցին, առանց համոզմունքի։ Տիկին Անահիտը պարզապես գլխով արեց, առանց ավելին ասելու։ Բայց այդ սեղանի շուրջ ինչ-որ բան փոխվել էր։ Երեխաները վեր հանեցին թաղված հիշողություններ, բոլորին հիշեցնելով մի ժամանակի մասին, երբ տունը տարբեր էր, երբ տիկին Անահիտը տեսանելի էր, գնահատված, սիրված։ Այդ գիշեր, երբ բոլորը քնելու գնացին, տիկին Անահիտն արթուն մնաց, մտածելով։ Նրա ռազմավարությունն աշխատում էր։ Գրություն։ Երեք կասկածներ, անհարմարություններ, խորհրդածություններ էին սերմանում։
Բայց նա գիտեր, որ ավելին է պետք։ Ինչ-որ տեսանելի, մշտական բան, որը կմնար որպես վկայություն այն ամենի, ինչ տեղի էր ունեցել այդ տանը։ Հենց այդ ժամանակ նրա մոտ սփռոցի գաղափարը ծնվեց։ Մի մեծ սփռոց, ճաշասենյակի սեղանի համար, ասեղնագործված իր իսկ ձեռքերով։ Բայց դա սովորական սփռոց չէր լինելու։ Լինելու էր իմաստով, ճշմարտությամբ, գեղեցկությամբ վերածված ցավով լի արվեստի գործ։ Հաջորդ օրերին տիկին Անահիտը գաղտնի սկսեց աշխատել սփռոցի վրա։ Գնեց կրեմագույն վուշե կտոր ոսկեգույն, կարմիր ու ստելեր։ Գիշերը, երբ բոլորը քնում էին, վառում էր սենյակի լամպը աշխատում, կար առ կար, ստեղծելով իր պատմության տեսողական քարտեզը։ Եզրերի շուրջ ծաղիկներ ասեղնագործեց, բայց դրանք փշերով ծաղիկներ էին, գեղեցիկ, բայց վտանգավոր։ Կենտրոնում սկսեց ոսկեգույն թելերով նախադասություններ գրել։ Այս սեղանի շուրջ նստել են նրանք, ովքեր ինձ բեռ են անվանել։ Այստեղ ապրել է մեկը, ով ավելի շատ է սիրել, քան իրեն են սիրել։ Իմ սերը նույնպես համ ուներ։ Յուրաքանչյուր ուր բառ ասեղնագործվում էր խնամքով, յուրաքանչյուր կար հաստատում էր նրա գոյությունը, նրա ցավը, նրա դիմադրությունը։ Աշխատանքը դանդաղ էր մանրակրկիտ։ Ձեռքերը ցավում էին, աչքերը հոգնում, բայց նա շարունակում էր։ Այդ սփռոցը լինելու էր նրա ժառանգությունը, նրա վերջնական հայտարարությունը։ Լինելու էր ֆիզիկական ապացույցը, որ նա այնտեղ է եղել, որ տառապել է, բայց նա արձագանքել է, իր ձով, այն լուռ ուժով, որը միայն իր սերնդի կանայք գիտեին։ Մինույն ժամանակ, տունը շարունակում էր անհանգիստ լինել։ Նարինեն գնալով ավելի պարանոիդ էր դառնում, ստուգում էր սենյակները, իր իրերը կողպեքներով փակում, բոլորին հարցաքննում անհետացող նորից հայտնվող իրերի մասին։ Արթուրն ավելի բացակա էր, քան երբե, ավելի շատ ժամանակ անցկացնելով աշխատավայրում, քան տանը։ Երեխաները շփոթված էին, զգում էին լարվածությունը, բայց հստակ չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Անին դարձավ միակ կամուրջը տատիկի ընտանիքի մնացած անդամների միջ։ Ժամերով անցկացնում էր տիկին Անահիտի սենյակում, զրուցելով դպրոցի, իր երազանքների, իր մտահոգությունների մասին։ Եվ կամաց-կամաց տատիկը սկսեց կիսվել իր իմաստությամբ, իր կյանքի պատմություններով, այն դասերով, որոնք սովորել էր այդքան տասնամյակների ընթացքում։ Կարծես փոխանցում էր մի էստաֆետ, պատրաստելով թոռնուհուն մի օր, ով գիտի, նույնպես ուժեղ լինելու անհրաժեշտությանը։ Մի երեկո Անին օգնում էր տատիկին լվացքը ծալել, երբ հարցրեց. «Տատիկ, դուք երբեք չեք մտածել հեռանալու մասին։ Այս տնից դուրս գալու, ուրիշ տեղ ապրելու մասին»։ Տիկին Անահիտը դադարեց սրբիչը ծալելուց, նայեց պատուհանից դուրս։ «Ամեն օր եմ մտածում դրա մասին, աղջիկս։ Բայց հեռանալն այդքան էլ հեշտ չէ։ Որ գնայի։ Այս տունը, նա իմն է։ Ես օգնել եմ այն կառուցել, պահպանել։ Ես պարզապես չեմ անհետանա, որովհետև ինձ վատ են վերաբերվում։ Բայց դուք արժանի չեք այս ամենին։ Ոչ ոք արժանի չէ, համաձայնեց տիկին Անահիտը։ Բայց երբեմն մենք պետք է տարբեր ձերով պայքարենք։ Պայքարը միշտ չէ, որ գոռալն է կամ դեմ առ դեմ կանգնելը։ Երբեմն պայքարը գոյություն ունենալն է, չնայած ամեն ինչին, արժանապատվությունը պահպանելն է, նույնիսկ երբ փորձում են այն խլել քեզնից։ Անին գրկեց տատիկին։ Ես կարծում եմ, որ դուք շատ խիզախ եք, տատիկ։ Շատ։ Այդ գրկախառնությունը տիկին Անահիտի համար ավելին նշանակեց, քան իր լուռ պատերազմի ցանկացած հաղթանակ։ Դա նշանակում էր, որ նա կարողացել էր դիպչել գոնե մեկ սրտի այդ տանը, որ լիովին մենակ չէր, որ դեռ հույս կար։ Եվ մինչ օրերն անցնում էին, սփռոցը այս տանում կար առ կար, բառ առ բառ, դառնալով մի կյանքի ասեղնագործ վկայություն, որը հրաժարվում էր ջնջվել։ Հաջորդ շաբաթները շոշափելի փոփոխություն բերեցին արաբկիրի այդ տան մթնոլորտում։ Կարծես պատերը, որոնք նախկինում այդքան նվաստացումների լուռ վկաներն էին, այժմ բաբախում էին այլ, ավելի խիտ, ավելի լիցքավորված էներգիայով։ Յուրաքանչյուր սենյակ կարծես մի գաղտնիք էր պահում, յուրաքանչյուր անկյուն թաքցնում էր մի ճշմարտություն, որը պատրաստվում էր բացահայտվել։ Եվ այս ամենի կենտրոնում տիկին Անահիտն էր, տանը շարժվելով որպես չպատմված պատմությունների անտեսանելի պահապան։ Սփռոցը գրեթե պատրաստ էր։ Գիշեր առ գիշեր տիկին Անահիտն ասեղնագործում էր սենյակի լամպի թույլ լույսի տակ, նրա մատներն աշխատում էին տարիքը մարտահրավեր նետող ճշգրտությամբ։ Նախադասությունները ձեին ստանում բուշե կտորի վրա, յուրաքանչյուր բառ, գոյության հայտարարություն, յուրաքանչյուր կար, մոռացվելուց հրաժարում։
Աշխատանքը ցավալիորեն գեղեցիկ էր դառնում, գեղեցկությունը ծնվում էր ուղիղ վերքից, տառապանքը վերածելով արվեստի։ Անին այժմ ամեն գիշեր ցելում էր տատիկի սենյակ։ Նստում էր մահճակալի եզրին հետում, թե ինչպես է տատիկն ասեղնագործում, հիացած այդ կնճռոտ ձեռքերի համբերությամբ ու հմտությամբ։ Երբեմն զրուցում էին, երբեմն լուռ էին մնում, բայց նրանց մեջ միշտ խորը կապ կար, մի մտերմություն, որն օրեցօր աճում էր։ Տատիկ, ասաց Անին այդ գիշերներից մեկում, դիտելով սփռոցի վրայի ասեղնագործված բառերը։ Դուք իսկապես սա ցույց եք տալու նրանց։ Տիկին Անահիտը հայացքը չբարձրացրեց աշխատանքից։ Այո, աղջիկս։ Երբ պատրաստ լինի, գտնեմ ճաշասենյակի սեղանի վրա։ Ուզում եմ, որ բոլորը տեսնեն։ Ուզում եմ, որ կարդան յուրաքանչյուր բառ հասկանան, թե ինչ են արել։ Իսկ եթե բարկանան։ Այժմ տիկին Անահիտը նայեց թոռնուհուն, շուրթերին մի փոքր ժպիտ։ Թող բարկանան։ Նրանց զայրույթն ինձ այլս չի վախեցնում, Անի։ Ինձ վախեցնում էր լռությունը, անտեսանելի լինելը։ Նախընտրում եմ, որ ինձ վրա գոռան, քան անտարբեր լինեն։ Անին բռնեց տատիկի ձեռքը։ Ես չեմ ուզում, որ դուք հեռանաք, տատիկ։ Ես գիտեմ, որ դուք մտածում եք դրա մասին։ Տիկին Անահիտը քնքշորեն սեղմեց թոռնուհու ձեռքը։ Երբեմն հեռանալը միակ միջոցն է, որպեսզի մարդիկ հասկանան իրենց ունեցածի արժեքը։ Բայց մի անհանգստացիր, իմ սիրելի։ Դեռ ժամանակը չէ։ Հաջորդ առավոտ մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Շաբաթ օր էր, Արթուրը որոշել էր տանը մնալ, ինչը գնալով ավելի հազվադեպ էր լինում։ Նա հյուրասենյակում էր, ծածնում էր, թե թերթ է կարդում, բայց աչքերը չէին կարողանում կենտրոնանալ տառերի վրա։ Ինչ-որ բան ծանրացել էր նրա խղճի վրա, մի բան, որն աճում էր այն օրվանից, երբ գտել էր այն գրությունը բարձի տակ։ Լռությունը նույնպես խոսում է։ Նախադասությունը դուրս չէր գալիս նրա մտքից։ Տիկին Անահիտն իջավ նախաճաշ պատրաստելու, գտավ որդուն այնտեղ, մենակ, կարծես մտքերի մեջ կորած։ Մի պահ տատանվեց։ Կարող էր պարզապես անցնել խոհանոց, պահպանելով նրանց միջ հաստատված հեռավորությունը։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել։ Բարի լույս, Արթուր, ասաց նա փափուկ ձայնով։ Նա հայացքը բարձրացրեց թերթից, կարծես զարմացած տեսնելով նրան այնտեղ։ Բարի լույս, մամ։ Անհարմար լռություն տիրեց։ Արթուրը նորից նայեց թերթին, բայց չէր կար։ Դու… Տիկին Անահիտը կանգնած էր այնտեղ, սպասում էր, նրան հնարավորություն տալով ինչ-որ բան ասել, կոտրել այն պատնեշը, որն աճել էր նրանց միջ։ Եվ ի զարմանս իրեն, նա խոսեց. Մամ, ես… Արթուրը կանգ առավ, բառերը կարծես խրվել էին կոկորդում։ Ես վերջերս շատ եմ մտածում։ Տիկին Անահիտը նստեց բազմոցի դիմացի բազկաթոռին, ձեռքերը խաչած ծնկներին, սպասում էր։ Արթուրը թերթը մի կողմ դրեց, ձեռքերով անցավ դեմքի վրայով։ Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ չէ, շարունակեց նա հոգնած ձայնով։ Գիտեմ, որ դու այստեղ երջանիկ չես։ Գիտեմ, որ Նարինեն… Նա նորից կանգ առավ, ճիշտ բառերը փնտրելով։ Գիտեմ, որ նա քեզ հետ այնպես չի վարվում, ինչպես պետք է։ Տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ Արթուրը ճանաչում էր իրավիճակը։ Տիկին Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է, բայց հանգստություն պահպանեց։ Իսկ դու ինչ ես մտադիր անել այդ մասին, որդիս։ Արթուրը երկար լուռ մնաց։ Չգիտեմ, խոստովանեց նա։ Ես իսկապես չգիտեմ։ Նարինեն սթրեսի մեջ է աշխատանքի, երեխաների պատճառով։ Նա վատ մարդ չէ, մամ։ Նա պարզապես ծանրաբեռնված է։ Տիկին Անահիտը հիասթափության ալիք զգաց։ Նույնիսկ այդ պահին, երբ թվում էր, թե բացվում է, Արթուրը դեռ արդարացումներ էր գտնում կնոջ համար, դեռ հրաժարվում էր տեսնել ամբողջական իրականությունը։ Բայց նա թույլ չէր տալու, որ դա այդպես անցնի։ Արթուր, նայիր ինձ, ասաց նա հաստատուն ձայնով։ Որդին հայացքը բարձրացրեց, նրա աչքերում ինչ-որ խոցելի բան կար, կարծես դեռ տղա լիներ։ Ես քեզ երկար ժամանակ միայնակ եմ մեծացրել։ Հայրդ ամիսներով ճամփորդում էր աշխատանքի համար, ես էի այստեղ։ Ես եմ քեզ լողացրել, կերակրել, մխիթարել, երբ լացում էիր, օգնել դասերիր։ Ամբողջ օրն աշխատում էի, դեռ տուն էի գալիս քեզ խնամելու։ Հիշում ես դա։ Արթուրը դժվարությամբ կուլ տվեց, գլխով արեց։ Հիշում եմ, մամ։ Ապա ինձ մի բան ասա։
Ինչու հիմա, երբ դու պետք է ինձ պաշտպանես, լուր ես մնում։ Ինչու, երբ կինդ ինձ նվաստացնում է քո երեխաների առաջ, դու ոչինչ չես ասում։ Ես արժանի եմ դրան այն ամենից հետո, ինչ արել եմ քեզ համար։ Բառերը ծանր ընկան օդում։ Արթուրը հայացքը փախցրեց, անկարող դիմակայելու մոր աչքերին։ Չգիտեմ, մամ։ Երթվու։ Մեմ, չգիտեմ։ Կարծես ես պարզապես սառում եմ։ Կարծես չգիտեմ, ինչ անել։ Տիկին Անահիտը դանդաղ վեր կացավ։ Ապա պարզիր, Արթուր։ Որովհետև գալիս է մի պահ, երբ լռությունը դառնում է մեղսակցություն։ Եվ ես այլս դա չեմ ընդունելու։ Եվ այս խոսքերով նա գնաց խոհանոց, որդուն մենակ թողնելով իր մտքերի հետ։ Արթուրը մնաց այնտեղ նստած, թերթը մոռացված կողքին, զգալով, թե ինչպես է մեղքի զգացումը սեղմում կուրծքը։ Երկար ժամանակ անց առաջին անգամ նա ստիպված էր դեմ առ դեմ կանգնել սեփական բախկոտությանը։ Այդ երեկո Նարինեն վերադարձավ գնումներից, թանկարժեք խանութի տոպրակներով։ Դռնից մտավ գոհունակ ժպիտով, տրամադրությունը տեսանելիորեն ավելի լավ, քան վերջին օրերին։ Բայց երբ անցավ հյուրասենյակով, տեսավ Արթուրին դեռ այնտեղ, ժպիտն անհետացավ։ Ինչ ես անում այնտեղ կանգնած, հարցրեց նա, տոպրակները դնելով հատակին։ Մտածում եմ, պատասխանեց նա, առանց նրան նայելու։ Մտածում ես, Նարինեն ծիծաղեց, բայց դա անուրախ ծիծաղ էր։ Ինչի՞ մասին։ Մեր մասին։ Այս տան մասին։ Մորս մասին։ Նարինեն լարվեց։ Ինչ կա մոր։ Դ հետ։ Արթուրը վերջապես նայեց կնոջը։ Նարինե, դու չես կարծում, որ շատ խիստ ես նրա հետ։ Նարինեի արտահայտությունն անմիջապես փոխվեց, զարմանքից պաշտպանականի։ Ես եմ խիստ։ Արթուր, ես խնամում եմ այս տունը, դրսում աշխատում, երեխաներին խնամում, դեռ պետք է հանդուրժեմ, որ մայրը դիպչի իմ իրերին։ Դու ապացույցներ չունես, որ նա դիպչում է որևէ բանի։ Ես ապացույցների կարիք չունեմ։ Դա ակնհայտ է։ Ուրիշ ով կլիներ։ Արթուրը վեր կացավ բազմոցից, հոգնած այն խոսակցությունից, որը միշտ նույն տեղում էր ավարտվում։ Չգիտեմ, Նարինե։ Բայց գիտեմ, որ դու տարված ես դրանով, այդ տարվածությունը քանդում է այս տան մթնոլորտը։ Նարինեն ձեռքերը խաչեց, դեմքը կարմրած զայրույթից։ Այսինքն, դու ինձ ես մեղադրում։ Ասում ես, որ ես եմ խնդիրը։ Ես ասում եմ, որ մենք պետք է իսկապես խոսենք, առանց մեղադրանքների, առանց ճիչերի։ Պետք է նստենք որպես ընտանիք լուծենք սա։ Բայց մինչ Նարինեն կկարողանար պատասխանել, Անին հայտնվեց աստիճանների վերում։ Նրա ծնողները դադարեցին վիճել, նկատելով, որ դուստրը լսում է ամեն ինչ։ Աղջիկը դանդաղ իջավ, դեմքը լուրջ։ Կարող եմ մի բան ասել, հարցրեց նա։ Նարինեն ու Արթուրը հայացքներ փոխանակեցին։ Հիմա ժամանակը չէ, Անի, ասաց Նարինեն։ Բայց աղջիկը չնահանջեց։ Կարծում եմ, հենց ժամանակն է։ Դուք երկուստ պետք է լսեք, թե ինչ ունեմ ասելու։ Անի ձայնում ինչ-որ բան կար, մի հաստատակամություն, որը նախկինում չկար։ Արթուրը ժեստ արեց, որ նա շարունակի։ Նարինեն փնթփնթաց, բայց լուռ մնաց։ Տատիկը այս տան խնդիրը չէ, սկսեց Անին։ Մենք ենք։ Դուք երկուստ, ես, Դավիթը, Մանեն։ Մենք բոլորս մոռացել ենք, թե ով է նա, ինչ է արել այս ընտանիքի համար։ Մենք նրան վերաբերվում ենք այնպես, կարծես անտեսանելի է, կարծես կարևոր չէ։ Եվ դա սխալ է, շատ սխալ։ Նարինեն բերանը բացեց առարկելու, բայց Անին շարունակեց։ Մամ, դուք մյուս օրն ասացիք, որ տատիկն այլս այս տան տերը չէ։ Բայց նա է։ Նա միշտ եղել է։ Ոչ միայն որովհետև վճարում է հաշիվների կեսը, այլ որովհետև նա է մեծացրել հայրիկին, նա է այս տունը օջախ դարձրել։ Իսկ հիմա մենք նրան վերաբերվում ենք այնպես, կարծես բեռ է։ Դստեր խոսքերը ռումբի պես ընկան Նարինեի վրա։ Արթուրը նայում էր Անին հպարտության ամոթի խառնուրդով։ Աղջիկը շարունակեց, ձայնն այժմ հուզված։ Ես երկար ժամանակ սա չեմ տեսել։ Երկար ժամանակ միայն իմ խնդիրների, իմ իրերի մասին եմ մտածել։ Բայց տատիկն ինձ սովորեցրեց, որ մենք պետք է տեսնենք մարդկանց, իսկապես տեսնենք։ Եվ երբ ես սկսեցի նրան տեսնել, տեսա մի անհավանական, ուժեղ իմաստուն կնոջ, որն այս տանը կամաց-կամաց քայքայվում է։
Անի, ընդհատեց Նարինեն լարված ձայնով։ Դու ամբողջ իրավիճակը չես հասկանում։ Հասկանում եմ, մամ։ Կատարելապես հասկանում եմ։ Եվ հասկանում եմ, որ եթե մենք չփոխվենք, մենք կկորցնենք նրան։ Եվ երբ դա տեղի ունենա, այս տունը կդառնա պարզապես մի դատարկ շինություն։ Որովհետև այն, ինչը մի վայրը օջախ է դարձնում, պատերը չեն, այլ մարդիկ։ Եվ այս տան ամենակարևոր մարդը մոռացվում է։ Հաջորդած լռությունը խորն էր։ Ոչ ոք չգիտեր, ինչ ասել։ Նույնիսկ Մանեն ու Դավիթը, որոնք հայտնվել էին ձայների պատճառով, լուռ էին մնացել, զգալով այդ պահի ծանրությունը։ Հանկարծ խոհանոցից մի ձայն լսվեց։ Տիկին Անահիտն էր, որը լսել էր ամեն ինչ։ Նա մտավ հյուրասենյակ, ձեռքերը սրբելով սրբիչով, դեմքը հանգիստ, բայց աչքերում արցունքներ։ Անի, իմ սիրելի, ասաց նա խեղդված ձայնով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ինձ տեսար։ Անին վազեց տատիկի մոտ, ամուր գրկեց նրան։ Տիկին Անահիտը թոռնուհուն սեղմեց կրծքին, այնտեղ ամբողջ ընտանիքի առաջ թույլ տվեց իրեն լաց լինել։ Դրանք թուլության արցունքներ չէին, այլ հուզմունքի, երախտագիտության, վերջապես տեսանելի, լսելի, ճանաչված լինելու համար։ Արթուրը զգաց, որ ինչ-որ բան կոտրվում է իր ներսում։ Տեսնելով մորն ու դստերը գրկախառնված, տեսնելով նրանց երկուսի դեմքերով հոսող արցունքները, նա վերջապես հասկացավ, թե ինչքան բան է կորցրել։ Դանդաղ մոտեցավ տարիների ընթացքում առաջին անգամ գրկեց մորը։ Ներիր ինձ, մամ, մրմնջաց նա։ Ներիր, որ վախկոտ էի։ Ներիր, որ քեզ չպաշտպանեցի։ Ներիր, որ թույլ տվեցի, որ սա այս կետին հասնի։ Տիկին Անահիտը բաց թողեց Անին, նայեց որդուն։ Այնքան բան կար, որ ուզում էր ասել, այնքան կուտակված ցավ։ Բայց այդ պահին նա ընտրեց կարեկցանքը։ Երկու ձեռքով բռնեց Արթուրի դեմքը, ինչպես անում էր, երբ նա երեխա էր։ Ես քեզ ներում եմ, որդիս։ Բայց դու պետք է խոստանաս, որ կփոխվես։ Որ խիզախություն։ Կունենաս պաշտպանելու այն, ինչը ճիշտ է, նույնիսկ երբ դժվար է։ Արթուրը գլխով արեց, արցունքները հոսում էին դեմքով։ Խոստանում եմ, մամ։ Ես խոստանում եմ։ Նարինեն հեռվից հետում էր ամեն ինչին, ձեռքերը խաչած, արտահայտությունը դժվար վերծանելի։ Այնտեղ զայրույթ կար, բայց նա ինչ-որ ավելին, մի բան, որը նա չէր ուզում ընդունել։ Մեղք։ Ամոթ։ Այն անհարմար գիտակցությունը, որ գուցե, միայն գուցե, ինքը սխալ էր։ Դավիթն ու Մանեն ամաչկոտ մոտեցան։ Տղան բռնեց տատիկի ձեռքը։ Տատիկ, ես էլ եմ շատ ցավում։ Ես չգիտեի, որ դուք տխուր եք։ Մանեն գրկեց տատիկի ոտքը։ Ես քեզ սիրում եմ, տատիկ։ Շատ։ Տիկին Անահիտը դժվարությամբ կրացավ գրկեց երկու կրտսեր թոռներին։ Ես էլ եմ ձեզ սիրում, իմ սիրելիներ։ Շատ եմ սիրում։ Նարինեն վերջապես շարժվեց։ Քայլեց դեպի այնտեղ, որտեղ բոլորը կանգնած էին, կանգնեց տիկին Անահիտի դիմաց։ Երկու կանայք երկար նայեցին միմյանց։ Նրանց մեջ տարիների վիրավորանք կար, տարիների լուր ոչ այնքան լուր կոնֆլիկտ։ Սկսեց Նարինեն տատանվող ձայնով։ Ես չգիտեմ, ինչպես ներողություն խնդրել արածի համար։ Չգիտեմ, արդյոք ներողություն կա այն բանի համար, թե ինչպես եմ քեզ հետ վարվել։ Տիկին Անահիտը նորից ուղղվեց, հենվելով Արթուրի թին։ Հոգնած, բայց ոչ առանց կարեկցանքի աչքերով նայեց հարսին։ Նարինե, դու ծանրաբեռնված էիր։ Ես դա հասկանում եմ։ Բայց ծանրաբեռնված լինելը չի արդարացնում դաժանությունը։ Հոգնած լինելը չի արդարացնում նվաստացումը։ Նարինեն գլուխը խոնարհեց։ Գիտեմ։ Ես դա գիտեմ։ Եվ ես արդարացում չունեմ։ Ես միայն կարող եմ քեզնից ներողություն խնդրել, խոստանալ, որ կփորձեմ ավելի լավը լինել։ Տիկին Անահիտը խորը շունչ քաշեց։ Դա այն պահն էր, որին սպասում էր, բայց տարօրինակորեն չէր զգում այն բավարարվածությունը, որը պատկերացնում էր։ Զգում էր միայն հոգնածություն, խորը զգացմունքային հյուծվածություն։ Ես ընդունում եմ քո ներողությունը, Նարինե։ Բայց ընդունելը չի նշանակում մոռանալ։ Ժամանակ կպահանջվի քեզ նորից վստահելու համար։ Նարինեն գլխով արեց, արցունքները վերջապես եկան։ Դա առաջին անգամն էր, որ տիկին Անահիտը տեսնում էր նրան իսկապես լաց լինելիս, առանց դրամայի, առանց բեմականացման։
Դրանք մեկի արցունքներն էին, ով նայել էր ինքն իրեն չէր հավանել տեսածը։ Այդ գիշեր տիկին Անահիտը որոշեց, որ ժամանակն է ցույց տալու սփռոցը։ Բարձրացավ իր սենյակ, բերեց այն, զգուշորեն ծալված։ Ընտանիքը հավաքվել էր հյուրասենյակում, դեռ մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Երբ տիկին Անահիտը մտավ կտորը ձեռքերին, բոլորը շրջվեցին նայելու։ «Ես մի բան եմ արել», ասաց նա հանգիստ ձայնով։ «Մի բան, որը պետք է տեսնեք»։ Նա բացեց սփռոցը սուրճի սեղանիկի վրա, կամաց-կամաց աշխատանքը բացահայտվեց։ Վուշե կտորը, ոսկեգույն թելերով ասեղնագործված նախադասություններով, փշերով ծաղիկները եզրերին, յուրաքանչյուր բառը լի իմաստով։ Ընտանիքը մոտեցավ, լուռ կարդալով։ «Այս սեղանի շուրջ նստել են նրանք, ովքեր ինձ բեռ են անվանել։ Այստեղ ապրել է մեկը, ով ավելի շատ է սիրել, քան իրեն են սիրել։ Իմ սերը նույնպես համ ուներ։ Արժանապատվությունը չեն շպրտում։ Ով մորն է մոռանում, իր հոգին է մոռանում»։ Արթուրը ձեռքը տարավ բերանին, աչքերը լցված։ Նարինեն գունատվեց, կարդալով վերընթերցելով նախադասությունները։ Երեխաները հարգանքով դիպան կտորին, զգալով յուրաքանչյուր ասեղնագործված կարի հյուսվածքը։ Անին նորից գրկեց տատիկին, շշնջալով. «Գեղեցիկ է, տատիկ։ Ամենագեղեցիկ բանն է, որ երբե տեսել եմ»։ Տիկին Անահիտը նայեց նրանցից յուրաքանչյուրին։ «Այս սփռոցն իմ պատմությունն է։ Սա այն ամենի արձանագրությունն է, ինչ ապրել եմ այս տանը վերջին տարիներին։ Այստեղի յուրաքանչյուր բառ ճշմարիտ է։ Յուրաքանչյուր կար արվել է արցունքներով, ուժով։ Ես սա արել եմ, որպեսզի դուք երբեք չմոռանաք»։ Արթուրը ծնկի իջավ մոր առաջ, բռնելով նրա ձեռքերը։ «Մենք չենք մոռանա, մամ։ Երբեք այլս չենք մոռանա։ Այս սփռոցը կմնա այս տանը ընդմիշտ, բոլորիս հիշեցնելով այն մասին, թե ինչ ենք արել, ինչ այլս երբեք չենք կարող անել»։ Բայց տիկին Անահիտը գլուխը թափ տվեց։ «Ոչ, Արթուր։ Սփռոցը կմնա, բայց ես՝ ոչ»։ Խոսքերը սառույցի պես ընկան բոլորի վրա։ Անին աչքերը չռեց։ «Ինչ»։ «Ոչ, տատիկ»։ Տիկին Անահիտը շոյեց թոռնուհու դեմքը։ «Իմ սիրելի, ես պետք է գնամ»։ «Ոչ ընդմիշտ, բայց պետք է գնամ։ Ինձ ժամանակ է պետք այստեղից հեռու, պետք է նորից գտնեմ, թե ով եմ ես այս տնից, մոր տատիկի, խնամողի դերից դուրս։ Պետք է նորից ինձ գտնեմ»։ «Բայց ուր եք գնալու», հարցրեց Արթուրը հուսահատ ձայնով։ «Սանում զարմուհի ունեմ։ Նա ինձ մի քանի անգամ հրավիրել է իր մոտ ժամանակ անցկացնելու։ Կարծում եմ, հիմա ժամանակն է։ Մի քանի ամիս կմնամ այնտեղ, լճի օդ կշնչեմ, ինձ համար ժամանակ կունենամ։ Դուք մեզ պետք եք այստեղ», ասաց Մանեն, լաց լինելով։ Տիկին Անահիտը գրկեց թոռնուհուն։ «Եվ ես կվերադառնամ, իմ սեր։ Բայց մինչ այդ, դուք պետք է սովորեք ապրել, ամեն ինչի համար ինձնից կախված չլինելով։ Պետք է սովորեք գնահատել այն, ինչ ունեք, մինչ շատ ուշ չլինի»։ Նարինեն վերջապես խոսեց, կոտրված ձայնով։ «Իմ մեղքով էր։ Ամեն ինչ իմ մեղքով էր»։ Տիկին Անահիտը նայեց նրան։ «Բոլորիս մեղքով էր, Նարինե։ Նա իմ, որ այդքան երկար լուռ մնացի։ Բայց հիմա փոխվելու ժամանակն է։ Եվ երբեմն, որպեսի փոփոխությունն իսկապես տեղի ունենա, մեզ հեռավորություն է պետք»։ Այդ գիշեր ոչ ոք լավ չքնեց։ Տիկին Անահիտն արթուն մնաց, հավաքելով իր ճամպրուկը։ 3 զգեստ, կապույտ տետրը, մի քանի անձնական իր։ Քիչ էր, բայց դա այն ամենն էր, ինչ պետք էր։ Արթուրն ու Նարինեն խոսեցին մինչ լուսաբաց, վերջապես ունենալով այն խոսակցությունը, որը պետք է ունենային տարիներ առաջ։ Անին նամակ գրեց տատիկին, ասելով այն ամենը, ինչ երբեք չէր ասել։ Կրտսեր երեխաները քնեցին գրկախառնված, վախենալով արթնանալ տեսնել, որ տատիկն այլս այնտեղ չէ։ Առավոտյան, երբ առը սկսեց լուսավորել Արաբգիրի փողոցները, տիկին Անահիտն իջավ իր ճամպրուկով։ Ընտանիքը հավաքվել էր հյուրասենյակում, սպասում էր։ Ոչ ոք չէր ուզում, որ նա գնա, բայց բոլորը հասկանում էին, որ նա պետք է գնա։ Գնալուց առաջ, ասաց տիկին Անահիտը, ճամպրուկը դնելով հատակին, ուզում եմ մի վերջին բան անել։ Եվ հետո նա գնաց հյուրասենյակի պահարանի մոտ, վերցրեց հին հայելին, որը եղել էր իր մորը, մի մեծ հայելի, փորագրված փայտե շրջանակով։
Դրեց այն պատին հենած խնդրեց, որ բոլորը կանգնեն դրա դիմաց։ Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը նայի ինքն իրեն այս հայելու մեջ, ասաց նա հաստատուն, բայց քնքուշ ձայնով։ Եվ ուզում եմ, որ մի ճշմարտություն ասի։ Մի ճշմարտություն ձեր մասին, այս ընտանիքի մասին, այն մասին, թե ինչը պետք է փոխվի։ Տատանում եղավ, բայց տիկին Անահիտը սկսեց։ Նա նայեց իր սեփական արտացոլանքին, տեսն։ Ելով 73 տարեկան կնոջը, որն այդքան բան էր վերապրել։ Ես անտեսանելի էի այս տանը։ Լուռ լաց էի լինում։ Վիրավորված էի։ Բայց հայտնաբերեցի, որ դեռ ուժ ունեմ։ Հայտնաբերեցի, որ կարող եմ պայքարել իմ ձով։ Եվ հայտնաբերեցի, որ արժանի եմ տեսանելի, լսելի, սիրված լինելու։ Անին հաջորդն էր։ Նայեց ինքն իրեն հայելու մեջ ասաց. Ես վախենում էի։ Վախենում էի, որ տատիկը կգնա, ես մենակ կմնամ։ Վախենում էի դիմակայել ծնողներիս։ Բայց տատիկն ինձ սովորեցրեց, որ իսկական սերը խիզախություն է պահանջում։ Եվ ես խոստանում եմ խիզախ լինել։ Արթուրը մոտեցավ հայելուն, ուսերը կախված մեղքի զգացումից։ Ես վախկոտ էի։ Տեսա, թե ինչպես է մայրս տառապում, ոչինչ չարեցի։ Ընտրեցի կեղծ խաղաղությունը իսկական արդարության փոխարեն։ Բայց այլս ոչ։ Խոստանում եմ պաշտպանել այն, ինչը ճիշտ է, նույնիսկ երբ դժվար է։ Նարինեն վերջինն էր։ Երկար նայեց ինքն իրեն հայելու մեջ, նախքան խոսելը։ Ես այնքան կորած էի իմ սեփական խնդիրների մեջ, որ մոռացա տեսնել մյուս մարդկանց։ Վատ վարվեցի նրա հետ, ով արժանի չէր։ Դաժան էի, երբ պետք է բարի լինեի։ Եվ ես կանցկացնեմ իմ կյանքի մնացած մասը, փորձելով փոխհատուցել դա։ Դավիթն ու Մանեն նույնպես իրենց խոստումները տվեցին երեխաների պարզ, բայց անկեղծ խոսքերով, որոնք սովորում էին կարեկցանքի սիրո մասին։ Երբ բոլորն ավարտեցին, տիկին Անահիտը գրկեց յուրաքանչյուրին։ Հետո վերցրեց իր ճամպրուկը, քայլեց դեպի դուռը։ Տաքսին, որը կան չել էր, արդեն սպասում էր։ Նա վերջին անգամ շրջվեց, նայելով այն տանը, որն իր ամբողջ կյանքն էր եղել։ Սփռոցը մի մոռացեք, ասաց նա։ Այն մնում է այստեղ, որպես հիշեցում։ Եվ հետո սեփական ուժը վերակտած մարդու արժանապատվությամբ, տիկին Անահիտը դուրս եկավ դռնից, թողնելով իր հետում մի վերափոխված ընտանիք, մի տուն, որն այլս երբեք նույնը չէր լինելու։ Արաբկիրի տունը երբեք այնքան դատարկ չէր թվացել, որքան տիկին Անահիտի հեռանալուց հետո եկած օրերին։ Տարօրինակ էր, թե ինչպես կարող էր մեկ մարդու բացակայությունը լիովին փոխել մի տարածք։ Պատերը կարծես ավելի սառն էին, սենյակներն ավելի մութ, օդն ավելի ծանր։ Այլս չկար առավոտյան թարմ սուրճի բույրը, այլս չկար նրա քայլերի մեղմ ձայնը աստիճաններով բարձրանալիս ու իջնելիս, այլս չկար այն լուռ ներկայությունը, որը, նույնիսկ անտեսանելի, ամեն ինչը գործի էր դնում։ Արթուրն առաջինը զգաց իրական ազդեցությունը։ Մոր բացակայության երկրորդ առավոտյան իջավ խոհանոց, սպասելով գտնել պատրաստի սուրճ, գցված սեղան, տաք հաց։ Բայց խոհանոցը դատարկ էր ու սառը։ Ստիպված եղավ ինքը բա դրաստել իր սուրճը, եռացրած ջուրը թափեց ձեռքին, տոստը այրեց։ Նստեց մենակ սեղանի շուրջ, նայելով այն դատարկ աթոռին, որտեղ միշտ նստում էր մայրը, կրծքում մի դատարկություն զգաց, որի անունը չգիտեր։ Նարինեն փորձեց պահպանել առօրյան, բայց հայտնաբերեց, որ դա շատ ավելի դժվար է, քան պատկերացնում էր։ Միշտ ենթադրել էր, որ տունը խնամելը պարզ է, որ տիկին Անահիտը մեծ բան չի անում։ Բայց հիմա, փորձելով ամեն ինչ անել միայնակ, նկատեց, թե քանի փոքր բան էր սկեսուրը լուռ անում։ Հագուստը լվացված ու արթուկված չէր, ինչպես միշտ։ Տունը խառնաշփոթ էր։ Ընթրիքը 2 անգամ այրվեց առաջին շաբաթվա ընթացքում, որովհետև մոռացել էր կրակն անջատել։ Երեխաները բողոքում էին, որ համազգեստները պատրաստ չեն։ Դավիթը սկսեց դպրոցում պարագաներ մոռանալ, որովհետև ոչ ոք չէր ստուգում նրա պայուսակը։ Մանեն գիշերները լաց էր լինում, տատիկին պահանջելով։ Անին տանը շրջում էր կորած հոգու պես, օրական մի քանի անգամ բարձրանում տատիկի սենյակ, նստում դատարկ մահճակալին, գրկում բարձը, որը դեռ պահում էր նրա բույրը։ Տիկին Անահիտի հեռանալուց 1 շաբաթ անց Անի ուսուցչուհին շարադրություն հանձնարարեց «Իմ կյանքի ամենակարևոր մարդը» թեմայով։ Աղջիկը նստեց գրելու, բառերը պարզապես հոսեցին, կարծես վաղուց սպասում էին դուրս գալուն։
Գրեց տատիկի մասին, այն ամենի մասին, ինչ սովորել էր նրանից, լուր ուժի, չխոնարհվող արժանապատվության, այն սիրո մասին, որը դիմանում է նույնիսկ երբ փոխադարձ չէ։ Նա գրեց. Տատիկս ինձ սովորեցրեց, որ անհետանալը տնից դուրս գալը չէ։ Անհետանալը ներկա լինելն է, առանց տեսանելի լինելու։ Նա այնքան երկար ապրեց մեզ համար անտեսանելի, որ երբ վերջապես գնաց, մենք հասկացանք, որ նա միակ բանն էր, որն իսկապես տեսնում էինք։ Նա այս տան սիրտն էր, առանց նրա տունը դարձավ պարզապես տուֆից ու ցեմենտից մի շինություն։ Երբ ուսուցչուհին տիկին Մարիսան շարադրությունը բարձրաձայն կարդաց դասարանի համար, նրա ձայնը խեղդվեց հուզմունքից։ Աշակերտները լուռ էին, շատերի աչքերում արցունքներ։ Վերջում ուսուցչուհին նայեց Անին ասաց. Քո տատիկը պետք է արտասովոր կին լինի։ Եվ դու շատ բախտավոր ես, որ դա ժամանակին հասկացել ես։ Անին գլխով արեց, անկարող խոսելու։ Այդ երեկո տուն հասնելուն պես վազեց իր սենյակ նամակ գրեց տատիկին, պատմելով շարադրության, այն մասին, թե ինչպես է տունը փոխվել, թե ինչպես են բոլորը կարոտում նրան։ Նամակը դրեց ծրարի մեջ, խնդրեց հորը ուղարկել սան։ Արթուրն ավելի ու ավելի շատ ժամանակ էր անցկացնում տանը, փորձելով ստանձնել այն պարտականությունները, որոնք միշտ մորն էին պատկանել։ Հայտնաբերեց, որ չգիտի, թե որտեղ են պահվում իրերը, չգիտի, թե ինչպես ճիշտ աշխատեցնել լվացքի մեքենան, չգիտի երեխաների զբաղմունքների ժամերը։ Մի քանի անգամ զանգահարեց մորը, բայց նա միշտ ասում էր, որ լավ է, վայելում է ժամանակը սանում, շնչում է լճի օդը, նորից գտնում ինքն իրեն։ Ինձ համար մի անհանգստացիր, ասում էր տիկին Անահիտը հեռախոսի մյուս կողմից, ձայնը հնչում էր ավելի թեթ, քան Արթուրը հիշում էր լսել տարիներ շարունակ։ Անհանգստացիր այնտեղ քո ընտանիքը խնամելու մասին։ Բայց դու մեզ պետք ես, մամ, պնդում էր նա։ Ոչ, Արթուր։ Դուք պետք է սովորեք ձեզ խնամել։ Ես ամբողջ կյանքս ամեն ինչ արել եմ բոլորի համար։ Հիմա ձեր սովորելու ժամանակն է։ Եվ Արթուրը, թե տառապում էր բացակայությունից, գիտեր, որ նա ճիշտ է։ Սկսեց ավելի լավ կազմակերպվել, ստեղծեց տան գործերի ցուցակ, պարտականությունները բաժանեց Նարինեի երեխաների միջ։ Սկզբում դժվար էր, լի սխալներով ու հիասթափությամբ, բայց կամաց-կամաց ընտանիքը սկսեց գործել այլ, ավելի հավասարակշռված ձով, որտեղ բոլորը նպաստում էին։ Նարինեն նույնպես փոխվում էր։ Տիկին Անահիտի բացակայությունը ստիպեց նրան դեմ առ դեմ կանգնել իր մասին մի քանի ճշմարտությունների հետ, որոնցից տարիներ շարունակ խուսափել էր։ Հասկացավ, որ իր սեփական հիասթափություններն ու անվստահությունները պրոյեկտել էր սկեսրոջ վրա, նրան վատ վերաբերվելով որպես սեփական կյանքի նկատմամբ որոշակի վերահսկողություն զգալու միջոց։ Սկսեց հոգեթերապիայի գնալ, մի բան, որն Արթուրը վաղուց առաջարկում էր։ Եվների ընթացքում նա դանդաղորեն քանդում էր զայրույթի դառնության շերտերը, որոնք կուտակել էր։ Մի երեկո, տիկին Անահիտի հեռանալուց 3 շաբաթ անց Նարինեն հավաքում էր սենյակի պահարանը, երբ գտավ այն թանկարժեք օծանելիքի շիշը, որը սկեսուրը դրել էր սեղանի վրա այն օրը։ Շիշը բռնեց ձեռքերում, հիշելով այն ամոթը, որ զգացել էր, երբ հասկացել էր, որ իր գաղտնիքը բացահայտվել է։ Նստեց մահճակալի եզրին, լաց եղավ։ Լաց եղավ այն սարսափելի մարդու համար, որն ինքը եղել էր, այն դաժան բաների համար, որ արել էր, այն լավ կնոջ համար, որին վիրավորել էր։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, Նարինեն նայեց սեղանի շուրջ հավաքված ընտանիքին։ Տիկին Անահիտի ասեղնագործած սփռոցը փռված էր ճաշասեղանի վրա, ինչպես Արթուրը խոստացել էր։ Նրանք ամեն օր դրա վրա էին ուտում, կարդալով ասեղնագործված նախադասությունները, անընդհատ հիշելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ես ուզում եմ ձեզնից ներողություն խնդրել, հանկարծ ասաց Նարինեն, ստիպելով բոլորին դադարեցնել ուտելը։ Ներողություն, որ այս տանը այդքան տառապանքի պատճառ եմ դարձել։ Ներողություն, որ Անահիտ տատիկին այդքան սարսափելի եմ վերաբերվել։ Ներողություն, որ ստեղծել եմ մի միջավայր, որտեղ ոչ ոք իրեն ապահով չէր զգում ճշմարտությունը խոսելու համար։ Արթուրը բռնեց կնոջ ձեռքը։ Մենք բոլորս ենք սխալվել, Նարինե։ Կարևորն այն է, որ հիմա փորձում ենք այլ կերպ անել։ Բայց ես ավելի շատ եմ սխալվել, պնդեց նա, արցունքները հոսում էին։ Ես դաժան էի։ Եվ չգիտեմ, արդյոք նա մի օր կկարողանա ինձ իսկապես ներել։ Անին նայեց ծնողներին։ Կարծում եմ, տատիկն արդեն ներել է։ Նա չէր գնա, եթե դեռ զայրացած լիներ։ Նա գնաց, որովհետև պետք է բուժվեր։ Եվ մենք էլ պետք է բուժվենք։
Մանեն, որը նստած էր քրոջ կողքին, մատների արանքում վերցրեց սփռոցի մի կտոր։ Տատիկը երբ է վերադառնում։ Շուտով իմ սեր, պատասխանեց Արթուրը, թե վստահ չէր։ Շուտով կվերադառնա։ Բայց անցած շաբաթներ տիկին Անահիտը նշաններ չէր ցույց տալիս, որ կվերադառնա։ Պարբերաբար զանգում էր, խոսում բոլորի հետ, բայց միշտ ասում էր, որ դեռ ժամանակը չէ։ Արթուրը սկսեց անհանգստանալ։ Իսկ եթե մայրը որոշի երբեք չվերադառնալ։ Իսկ եթե իրենք նրան ընդմիշտ կորցրել են։ Անին էր, որ գաղափարը տվեց։ Մի գիշեր հավաքեց ընտանիքը հյուրասենյակում առաջարկեց. Իսկ եթե մենք մի հատուկ բան անենք տատիկի համար։ Մի բան, որը ցույց կտա նրան, թե որքան ենք փոխվել, որքան ենք սովորել։ Ինչ տեսակի բան, հարցրեց Արթուրը։ Անին մի պահ մտածեց։ Իսկ ինչ կասեք ճաշի մասին։ Մի հատուկ ճաշ, պատրաստված բոլորիս կողմից, որտեղ յուրաքանչյուրս մի մասնակցություն կունենա։ Եվ մենք տատիկին կհրավիրենք գալու։ Ոչ թե մնալու, այլ տեսնելու, որ մենք տարբեր ենք։ Գաղափարը խանդավառությամբ ընդունվեց։ Հաջորդ օրերն անցկացրին ամեն ինչ պլանավորելով։ Նարինեն զանգահարեց տիկին Անահիտին հրավիրեց, ասելով, որ ընտանիքը մի կարևոր բան ունի նրան ցույց տալու։ Տիկին Անահիտը տատանվեց, բայց համաձայնեց գալ հաջորդ կիրակի։ Ճաշին նախորդող շաբաթը լարված նախապատրաստությունների շաբաթ էր։ Արթուրը սովորեց պատրաստել այն մակարոնեղենը, որը մայրն այդքան սիրում էր, հետելով մի բաղադրատոմսի, որը նա թողել էր հին տետրում։ Նարինեն հիանալի աղցան պատրաստեց։ Անին խնձորով կարկանդակ թխեց, այն մեկը, որը տատիկը միշտ պատրաստում էր, որն Արթուրը պաշտում էր։ Դավիթն ու Մանեն օգնեցին սեղանը գցել, դնելով ծաղիկներ գու։ Նավոր թղթից ծալածոներ, որոնք պատրաստել էին դպրոցում։ Բայց ուտելիքից ավելին, ընտանիքը մի ավելի մեծ բան պատրաստեց։ Յուրաքանչյուրը նամակ գրեց տիկին Անահիտին, իսկական անկեղծ նամակներ, լի սիրով ներողության խնդրանքներով։ Եվ Արթուրը մի հատուկ գաղափար ունեցավ։ Ստեղծեց լուսանկարների ալբոմ, հավաքելով նկարներ այն ժամանակվանից, երբ ինքը երեխա էր, մինչ մեր օրերը, ցույց տալով ընտանիքի ամբողջ պատմությունը, այն ամբողջ ճանապարհը, որը տիկին Անահիտն անցել էր իրենց հետ։ Երբ կիրակին վերջապես եկավ, տունը վերափոխվել էր։ Մաքուր, կազմակերպված, տնական ուտելիքի թարմ ծաղիկների բույրով։ Սեղանը գցված էր, կենտրոնում ասեղնագործված սփռոցը, ափսեները շուրջը կազմելով կատարյալ շրջան։ Եվ սեղանի կենտրոնում մի ծաղկաման, սպիտակ վարդերով, տիկին Անահիտի սիրելի ծաղիկներով։ Առավոտյան ժամը 11-ին դռան զանգը հնչեց։ Նա էր։ Արթուրը վազեց դարպասը բացելու, սիրտը ուժեղ խփում էր։ Անին կանգնեց մուտքի դռան մոտ, ձեռքերը դողում էին անհանգստությունից։ Նարինեն մնաց խոհանոցում, խորը շնչելով, պատրաստվելով դիմակայել սկեսրոջը այն ամենից հետո, ինչ տեղի էր ունեցել։ Տիկին Անահիտը հայտնվեց դարպասի մոտ, Արթուրը հազիվ ճանաչեց նրան։ Նա տարբեր էր։ Մազերը դեռ ճերմակ էին հավաքված կոսով, բայց նրա կեցվածքում, դեմքում ինչ-որ նոր բան կար։ Ավելի թեթ, ավելի խաղաղ տեսք ուներ։ Հագել էր գեղեցիկ ծաղկ։ Ավոր զգեստ ուսին կախել փոքրիկ պայուսակ։ Մամ, ասաց Արթուրը խեղդված ձայնով ամուր գրկեց նրան։ Տիկին Անահիտը փոխադարձեց գրկախառնությունը, զգալով որդու սերը այդ ժեստի մեջ։ Բար, որդիս։ Հոգնած տեսք ունես։ Արթուրը ծիծաղեց, սրբելով աչքերը։ Որովհետ հայտնաբերեցի, թե որքան աշխատանք է պահանջում տունը խնամելը։ Դուք այնքան հեշտ էիք դա անում։ Նրանք միասին մտան, Անին վազեց գրկելու տատիկին։ Տատիկ։ Այնքան եմ կարոտել ձեզ։ Տիկին Անահիտը թոռնուհուն սեղմեց կրծքին։ Ես էլ եմ քեզ կարոտել, իմ սիրելի։ Բայց ինձ պետք էր այս ժամանակը։ Դավիթն ու Մանեն վազելով հայտնվեցին, ամուր գրկախառնություններով թռչելով տատիկի վրա։ Նարինեն դանդաղ դուրս եկավ խոհանոցից, ձեռքերը չորացնելով գոգնոցով։ Երբ նրա աչքերը հանդիպեցին տիկին Անահիտի աչքերին, մի պահ լարվածություն եղավ։ Բայց հետո Նարինեն առաջին քայլն արեց։ Անահիտ, ասաց նա դողացող ձայնով։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Տիկին Անահիտը նայեց հարսին, ուսումնասիրելով նրա դեմքը։ Այնտեղ ինչ-որ տարբեր բան տեսավ, մի խոնարհություն, որը նախկինում չկար։ Շնորհա։ Գալ եմ, որ հրավիրեցիր, Նարինե։
Ընտանիքը հավաքվեց հյուրասենյակում, Արթուրը ներկայացրեց լուսանկարների ալբոմը։ Բոլորը նստեցին բազմոցին միասին թերթեցին, վերապրելով հիշողությունները։ Այնտեղ կային Արթուրի մանկության, հարսանիքների, ծնունդների, տարեդարձների լուսանկարներ։ Յուրաքանչյուր լուսանկարում տիկին Անահիտը ներկա էր, միշտ ժպտալով, միշտ խնամելով, միշտ սիրելով։ «Դուք մեր կյանքի բոլոր կարևոր պահերին եք եղել», ասաց Արթուրը հուզված ձայնով։ «Եվ մենք դա մոռացել ենք։ Մոռացել ենք գնահատել, ինչ ունեինք։ Երբ ճաշի ժամանակը եկավ, բոլորը գնացին ճաշասենյակ։ Տիկին Անահիտը նստեց սեղանի գլխին, շուրջը նայելով։ Ուտելիքը մատուցվեց խնամքով, յուրաքանչյուր ուտեստ պատրաստված սիրով։ Եվ ուտելու ընթացքում նրանք զրուցում էին, ծիծաղում, հիշում հին պատմություններ։ Աղանդերից հետո Անին բերեց նամակները։ Մեկը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Տիկին Անահիտը լուր կարդաց յուրաքանչյուրը, արցունքներն ազատ հոսում էին դեմքով։ Արթուրը գրել էր իր երախտագիտության ամոթի մասին։ Նարինեն գրել էր, ներողություն խնդրելով, խոստանալով ավելի լավը լինել։ Անին գրել էր այն ամենի մասին, ինչ սովորել էր։ Կրտսեր երեխաները նկարներ էին արել պարզ, բայց անկեղծ ուղերձներով։ Երբ բոլորը կարդաց, տիկին Անահիտը նայեց նրանցից յուրաքանչյուրին։ Դուք չեք պատկերացնում, թե որքան են այս նամակները նշանակում ինձ համար։ Թե որքան է այս ամենը նշանակում։ Մամ, ասաց Արթուրը, բռնելով նրա ձեռքերը։ Մենք ուզում ենք, որ դուք վերադառնաք տուն։ Ոչ թե ինչպես առաջ էր, այլ նոր ձով։ Որտեղ դուք հարգված, գնահատված, տեսանելի կլինեք։ Որտեղ դուք ստիպված չեք լինի ամեն ինչ անել միայնակ, որտեղ մենք կարող ենք բաժանել պարտականությունները։ Որտեղ դուք կարող եք լինել պարզապես մայր, տատիկ, այն անհավանական մարդը, որը միշտ եղել եք։ Տիկին Անահիտը ժպտաց, բայց գլուխը թափ տվեց։ Ես կվերադառնամ, որդիս։ Բայց դեռ ոչ։ Ինձ դեռ մի փոքր էլ ժամանակ է պետք սանում։ Ինձ դուր է գալիս լճի մոտ լինելը, ինձ համար ժամանակ ունենալը, նորից գտնելը, թե ով եմ ես իմ բոլոր գործառույթներից դուրս։ Բայց կվերադառնամ, խոստանում եմ։ Երբ, հարցրեց Մանեն տխուր ձայնով։ Տիկին Անա։ Հիտը շոյեց թորնուհու դեմքը։ 2 ամսից, իմ սեր։ Ինձ 2 ամիս է պետք։ Բայց այդ ընթացքում ես միշտ կզանգեմ, կգամ ձեզ տեսնելու։ Եվ երբ վերադառնամ, դա կլինի իսկապես մնալու համար։ Ընտանիքն ընդունեց, թե ծանր սրտով։ Բայց հիմա ինչ-որ տարբեր բան կար։ Կար հասկացողություն, կար հարգանք, կար իսկական սեր։ Նրանք անցկացրին օրվա մնացած մասը միասին, զրուցելով պատշգամբում, սուրճ խմելով, ծիծաղելով։ Կարծես մի բեռ էր վերցվել բոլորի վրայից, կարծես վերջապես կարող էին շնչել։ Երբ տիկին Անահիտի գնալու ժամանակը եկավ, եղան երկար, ամուր գրկախառնություններ։ Անին բռնեց տատիկի ձեռքը։ Տատիկ, շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիք ուժեղ լինել։ Որ ցույց տվեցիք, որ մենք կարող ենք պայքարել առանց գոռալու, կարող ենք դիմադրել առանց բռնության, կարող ենք հաղթել, պահպանելով արժանապատվությունը։ Տիկին Անահիտը ժպտաց։ Սա է, որ ուզում էի, որ դու սովորես, իմ սիրելի։ Որ կնոջ ուժը ոչ թե նրա արած աղմուկի մեջ է, այլ այն հաստատակամության, որով նա կանգուն է մնում։ Եվ մի վերջին հայացքով այն տանը, այն ընտանիքին, որն այդքան վիրավոր ելեր, բայց որն այժմ սկսում էր բուժվել, տիկին Անահիտը գնաց։ Բայց այս անգամ դա փախուստ չէր։ Դա գիտակցված ընտրություն էր մեկի, ով վերագտել էր ընտրելու իրավունքը։ Հաջորդ 2 ամիսները խորը վերափոխման ամիսներ էին Արաբկիրի այդ ընտանիքի համար։ Արթուրը դարձավ ավելի ներկա, ավելի ուշադիր հայր։ Նարինեն շարունակեց իր թերապիան, աշխատելով իր խնդիրների վրա, դառնալով ավելի կարեկից մարդ։ Երեխաները սովորեցին օգնել տան գործերում, գնահատել այն աշխատանքը, որը նախկինում անտեսանելի էր։ Եվ Անին, Անին ծաղկեց։ Դարձավ ուժեղ ձայն տանը, պաշտպանելով այն, ինչը ճիշտ էր, հարցականի տակ դնելով այն, ինչն անարդար էր։ Տատիկը նրա մեջ սերմ էր ցանել, այդ սերմն աճում էր, աղջկան վերածելով սկզբունքային կնոջ։ Տիկին Անահիտը զանգում էր ամեն շաբաթ, միշտ կիրակի օրերին։ Պատմում էր լճափին իր զբոսանքների, ասեղնագործության խմբի մասին, որին միացել էր, նոր ընկերների մասին, որոնց ձեռք էր բերել։ Նրա ձայնը գնալով ավելի թեթ, ավելի երջանիկ էր հնչում։
Եվ ընտանիքը հեռախոսի մյուս կողմում հպարտություն էր զգում, տեսնելով նրան վերջապես։ Ինքն իրեն խնամելիս։ Այն օրը, երբ լրացավ ուղիղ 2 ամիս, տիկին Անահիտը զանգահարեց։ «Վերադառնում եմ», ասաց նա հաստատուն ձայնով։ «Վաղը առավոտյան կհասնեմ»։ Ընտանիքն ամբողջ օրն անցկացրեց ամեն ինչ պատրաստելով։ Տունը մաքրեցին վերից վար, նրա սենյակը լցրին ծաղիկներով, պատրաստեցին նրա սիրելի ուտեստը։ Եվ երբ նա վերջապես հասավ, այս անգամ 2 ճամպրուկով, լի նոր հագուստով սանում պատրաստած ձեռագործ աշխատանքներով, նրան դիմավորեցին ոչ միայն գրկախառնություններով, այլ խնջույքով։ «Բարի վերադարձ, մամ», ասաց Արթուրը, աչքերը փայլում էին։ «Բարի գալուստ քո օջախ», լրացրեց Նարինեն, նրա ձայնում անկեղծություն կար։ Տիկին Անահիտը շուրջը նայեց, այն տանը, որն այժմ տարբեր էր թվում։ Ոչ թե որովհետև պատերն էին փոխվել, այլ որովհետև դրա ներսի մարդիկ էին փոխվել։ Զգաց, որ վերջապես, տարիների ընթացքում առաջին անգամ, իսկապես տանն է։ Հաջորդ ամիսներին Արաբկիրի տան կյանքը նոր հավասարակշռություն գտավ։ Տիկին Անահիտը նորից սկսեց անել այն բաներից մի քանիսը, որոնք սիրում էր, ինչպես օրինակ եփելը, բայց այժմ օգնությամբ, ընկերակցությամբ, գնահատանքով։ Արթուրը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել մոր հետ, զրուցելով կյանքի, անցյալի, ապագայի մասին։ Նարինեն նոր հարաբերություններ զարգացրեց սկեսրոջ հետ, հիմնված փոխադարձ հարգանքի հասկացողության վրա։ Եվ ասեղնագործված սփռոցը մնաց ճաշասեղանի վրա, մշտական հիշեցում այն ամենի մասին, ինչ նրանք անցել էին, այն ամենի մասին, ինչ սովորել էին։ Յուրաքանչյուր ճաշ ոչ միայն ուտելիքի, այլ ներկայության, սիրո, այն ընտանիքի տոնակատարությունն էր, որը կոտրվել էր, բայց այժմ վերականգնվում էր կար առ կար, ինչպես ասեղնագործությունը։ Մի գիշեր, տիկին Անահիտի վերադարձից 6 ամիս անց, ընտանիքը հավաքվել էր ընթրիքի, երբ նա բարձրացրեց իր ջրի բաժակը։ «Ես ուզում եմ կենաց խմել», ասաց նա։ Բոլորը վերցրին իրենց բաժակները, սպասեցին։ «Ուզում եմ խմել այս ընտանիքի կենացը, ոչ թե նրա համար, ինչ մենք էինք, այլ նրա համար, ինչ դարձանք։ Դուք ինձ վիրավորեցիք, դա ճիշտ է։ Բայց նա ինձ սովորեցրիք ներման, դիմացկունության, մարդու փոխվելու ունակության մասին։ Եվ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես ձեզ լիովին ներում եմ։ Ոչ թե որովհետև ձեր արածը կարևոր չէ, այլ որովհետև ներումն ընտրելն ինձ ազատում է։ Թույլ է տալիս ապրել առանց վիրավորանքի բեռի»։ Արթուրի դեմքով արցունքներ էին հոսում։ Նարինեն բաժակը բռնել էր 2 ձեռքով, փորձելով զսպել հուզմունքը։ Երեխաները հիացմունքով նայում էին տատիկին։ Անին վեր կացավ, նույնպես բարձրացրեց իր բաժակը։ «Ես էլ եմ ուզում կենաց խմել։ Անահիտ տատիկի կենացը, ամենաուժեղ, ամենաիմաստուն, ամենաանհավանական կնոջ, որին ես ճանաչում եմ։ Այն կնոջ, որն ինձ սովորեցրեց, որ հնարավոր է պահպանել արժանապատվությունը նույնիսկ ամենադժվար հանգամանքներում։ Այն կնոջ, որն ապացուցեց, որ լռությունը կարող է լինել դիմադրության ամենահզոր ձ. Ես քեզ սիրում եմ, տատիկ։ Եվ երբ մեծանամ, ուզում եմ քեզ պես ուժեղ լինել»։ Տիկին Անահիտը վեր կացավ, գրկեց թոռնուհուն, երկուսն էլ լացում էին ուրախությունից, երախտագիտությունից։ Ընտանիքը միացավ գրկախառնությանը, կազմելով սիրո մի շրջան, որն այդքան երկար կոտրված էր, բայց այժմ նորից ամբողջական էր։ Այդ գիշեր, երբ բոլորը քնելու գնացին, տիկին Անահիտը արցրացավ իր սենյակ, վերցրեց կապույտ տետրը, այն մեկը, որտեղից ամեն ինչ սկսվել էր։ Բացեց վերջին դատարկ էջը, սկսեց գրել. «Սիրելի տետր, երբ սկսեցի գրել քո մեջ, լի էի ցավով, զայրույթով, հուսահատությամբ։ Արձանագրեցի յուրաքանչյուր նվաստացում, յուրաքանչյուր վերք, անտեսանելիության յուրաքանչյուր պահ։ Բայց հիմա, ավարտելով գրելը, ուզում եմ արձանագրել մի այլ բան։ Ուզում եմ արձանագրել հաղթանակը։ Ոչ թե հաղթանակ իմ ընտանիքի նկատմամբ, այլ հաղթանակ հանգամանքների, ցավի, անընդունելին ընդունելու մարդկային հակման նկատմամբ։ Սովորեցի, որ լուռ կանայք թույլ չեն։ Լռությունը կարող է լինել ռազմավարություն, ուժ, դիմադրության ցը։ Բայց նա սովորեցի, որ կա լռության ժամանակ խոսելու ժամանակ։ Կա հանդուրժելու ժամանակ, գործելու ժամանակ։ Կա ներելու ժամանակ, փոփոխություն պահանջելու ժամանակ։ Ես իմ ցավն ասեղնագործեցի սփռոցի վրա, իմ տառապանքը վերածեցի արվեստի, իմ անտեսանելիությունը՝ իշխանության։ Եվ դա անելով, ես ոչ միայն փոխեցի իմ սեփական կյանքը, այլ իմ շրջապատի բոլորի կյանքը։ Ես իմ ընտանիքին սովորեցրի տեսնել, գնահատել, իսկապես սիրել։
Լուռ կանայք կարող են փոխել աշխարհը։ Մեկ սիրտը մեկ, մեկ տունը մեկ, մեկ ընտանիքը մեկ։ Եվ սա է, ինչ ես արեցի։ Ես փոխեցի իմ աշխարհը։ Եվ փոխելով իմ աշխարհը, ես ցույց տվեցի մյուս կանանց, հատկապես իմ թոռնուհուն, որ նրանք նույնպես կարող են, որ արժանապատվությունը չեն աղերսում։ Այն ասեղնագործում են, գրում են, ապրում են։ Տիկին Անահիտը զգուշորեն փակեց տետրը, դրեց այն հարդասեղանի գզրոցում։ Պառկեց մահճակալին, նայելով առաստաղին, լսելով քնած տան մեղմ ձայները։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա իրեն խաղաղ զգաց։ Լիարժեք զգաց։ Տեսանելի զգաց։ Եվ շուրթերին ժպիտով ինքն իրեն շշնջաց. Արժանապատվությունը չեն աղերսում։ Այն ասեղնագործում են, գրում են, ապրում են։ Հետո փակեց աչքերը, քնեց այն մարդու հանգիստ քնով, ով մղել է լավ պայքար հաղթել։ Ոչ թե ճիչերով կամ բռնությամբ, այլ ինքնասիրության, ստեղծագործ դիմադրության, ուրիշներին իր արժեքը սահմանել թույլ չտալու բացարձակ հրաժարման լուռ հզոր ուժով։ Արաբկիրի տունը կշարունակեր լինել բազմաթիվ պատմությունների, բազմաթիվ ընթրիքների, բազմաթիվ զրույցների բեմ։ Բայց այժմ այն նա կլիներ կենդանի վկայություն այն բանի, որ վերափոխումը հնարավոր է, որ ներումը բուժում է, որ իսկական սերը խիզախություն է պահանջում, որ կանայք, նույնիսկ լուռ կանայք, հատկապես լուռ կանայք, հսկայական ուժ ունեն փոխելու ոչ միայն իրենց սեփական կյանքը, այլ իրենց շրջապատի բոլորի կյանքը։ Եվ ասեղնագործված սփռոցը կշարունակեր մնալ այնտեղ սեղանի վրա, բոլորին միշտ հիշեցնելով, որ արժանապատվությունը մի բան է, որը երբեք չի կարելի կորցնել, որովհետև այն գալիս է ներսից, մի խորը տեղից, որտեղ ոչ մի նվաստացում, ոչ մի վերք, ոչ մի անտեսանելիություն չի կարող հասնել։ Տիկին Ան Ահիտի արժանապատվությունը փորձության էր ենթարկվել, մարտահրավեր նետվել, հարձակման ենթարկվել։ Բայց ի վերջո, այն հաղթանակեց։ Որովհետև իսկական արժանապատվությունը արտաքին հաստատման կարիք չունի։ Այն պարզապես գոյություն ունի, որպես անսասան փարոս կյանքի փոթորկի մեջ։